Ուրեմն, բացիվնոտ կուրս իջետայնը շիքշա ամրիտա, մենք ձեսետ ուսումնասիրում ենք բացիվնոտ կուրի, այսինքն իրականում արյական հոգևոր կյանքի մեծ հեղինակություններից մեկի գրվածքը, որը ինքը թարգմանմամբ նշանակում է Տեր Չայտանյայի ուսուցումների սերուցքը, որտեղ նկարագրված են հոգևոր կյանքի բոլոր փուլերը, և մենք ձեզ հետ պայմանավորվել ենք, ես դա ամեն անգամ կրկնում եմ, որտեղ ձայնագրության մեջ մոտենում են մարդիկ, որոնք իրենք առաջին անգամ են կարող է հանդիպում, որպեսզի հասկանան այստեղ ինչ է կատարվում, մենք ձեզ հետ քննարկում ենք հոգևոր կյանքի օրինաչափությունները անկախ նրանից, թե մարդը ինքը հոգևոր որ աղանդին է պատկանում։ Ես նորից հիշեցնում եմ, որ արիացիների կատարմամբ ցանկացած կրոնականություն, որը ինքը կազմակերպված է, կոչվում է աղետ։ Ինչու՞, որովհետև ամեն մի կազմակերպված կրոն բաժանում է հոգևոր մարդկանց իրարից։ Պիտակավորելով իրանց, որպես քրիստոնյա կամ որպես մուսուլման կամ որպես հինդուի, իսկ իրական կրոնը ինքը նախատեսված է մարդկությունը կամ ընդհանրապես կենդանի էակներին Աստծո շուրջ հավաքելու համար։ Եվ այն ամենը, ինչ բաժանում է հոգևոր մարդկանց իրարից, այդ ամենը ինքը իրական կրոնականությունը չի։ Մենք պետք է սա հասկանանք, և մյուս կողմից էլ պետք է հասկացվի, որ այդ ամեն ինչի դեմ պայքարելը բացարձակ անիմաստ գործ է, որովհետև դա աստվածամերժության դարաշրջանի բնորոշ երևույթներ են, իսկ երբ որ գործում է ժամանակի օրենքները, այդ օրենքների դեմ պայքարելը նույն բանն է, ինչ որ թքել հանդիպակաց կամու վրա։ Միակ բանը, որ կստանանք, դա սեփական թուքը սեփական դեմքի վրա է, ուրիշ ոչինչ։ Ուրեմն խնդիրը ոչ թե պայքարի մեջ է, դրա մեջ թե ինչ կա, այլ խնդիրը նրա մեջ է, թե անձամբ ես ինչ եմ հասկանում այդ ամեն ինչի մեջ և ինչ եմ անում իմ հոգևոր կյանքի հետ։ Իրական կրոնական մարդը ինքը չպիտի թույլ տա, որպեսզի իր սրտի մեջ մտնի որևիցե մի գաղափար, որը տարանջատում բաժանում է իրան ուրիշ հոգևոր մարդկանցից։ Իրական հոգևոր մարդիկ իրանք գալիս են հոգևոր կյանք իրենց հոգին մաքրագործելու համար։ Հոգին մաքրագործելու ճանապարհը ինքը բացարձակապես միևնույն է։ Իր սկզբունքներով, կատարմամբ ամեն մի կրոն ինքը ինչ-որ մի հատ իր բանն է նստում, որպեսզի տարբերությունները հասկանանք, ամենամեծ տարբերություններից մեկը դա նա է, որ օրինակ քրիստոնեությունը ինքը ընդունում է միականություն, մուսուլմանությունը բազմակրություն, օրինակ, բայց մենք պետք է հասկանանք, մենք դեռ կտեսնենք, թե այդ թեման ինչպես կա իրար կմիացնեն արիացիները, բայց ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ ամբողջ արտաքին բաները ընդհանրապես պետք է ուշադրություն չդարձնի և պետք է զբաղվի հոգևոր կյանքի էությամբ։ Իրականում այն ինչ որ ինքը ասում էր Հիսուսը, երբ որ ասում էր ուղղակի այդ գլխաշոր քաշի գլխից գնա քո տան մեջ քո անկյունում ու խոսիր քո Աստծո հետ։ Ինքը երբեք չի քարոզել կազմակերպված կրոն գաղափարին։ Այս պահին մենք տեսնում ենք, որ կազմակերպված կրոնի գաղափարը ինքը ոչ թե միայն ծաղկում է, ոչ թե միայն հիմքն է, այլև առաջ է քաշվում այդպիսի գաղափար, որ կա այդ ուրեմն քրիստոնեության հոգևոր աշխարհում կա այդ քրիստոնյա եկեղեցու գաղափարը։ Իհարկե, այդպիսի բաներ հոգևոր աշխարհում ընդհանրապես չկա, և Բաքսիվնոտ Թաքուրը ինքը այն հոգևոր հեղինակություններից է, որը գալիս է աջակցելու բոլոր հոգևոր մարդկանց, անկախ նրանց հոգևոր կրոնական պատկանելիության, որպեսզի մարդը ինքը կարողանա գրագետ կերպով կազմակերպի իր ներքին ճանապարհը դեպի սեփական հոգին, դեպի Աստծո հետ հանդիպումը։ Արիացիները իրենք տարբերվում են բոլորից նրանով, որ իրենց գաղափարախոսության մեջ խոսք են տալիս, որ դու անպայման կհանդիպես Աստծուն, եթե ուղղակի մաքրագործեցիր քո հոգին։
Եվ իրենք հոգևոր կյանքը ներկայացնում են հենց այդ տեսանկյունից։ Նա ներկայացնում են ամբողջ մաքրագործման ճանապարհը, որպեսզի կենթանիակը ինքը հասկանա, թե ինչպիսի ճանապարհ պիտի անցնի, որ նրա վերջում հանդիպի Աստծուն։ Չգիտեմ ձեր վրա ոնց, իմ վրա ժամանակին այս արիացիների այս հայտարարությունը շատ մեծ տպավորություն էր թողել, այնքան մեծ, որ ես ուղղակի ամբողջ կյանքս դրեցի մի կողմ եւ գնացի այդ գաղափարի հետևից, որպեսզի համոզվեմ, իրոք դրա վերջում կա հանդիպումը։ Թե սա ուղղակի հոգեբանական տրյուկ է, որ իրականում իր հիմքում ոչ մի վատ նպատակ չի հետապնդում, իր նպատակը կայանում է նրանում, որպեսզի կենթանիակը ինքը դիմի իր դրական պոտենցիալին։ Մենք տեսնում ենք, որ շատ կրոնականություններ իրենք իրենց տեսության մեջ կենթանիակին առաջարկում են համարվել բարձրակարգ հոգևորական, եթե ինքը սովորեց համբերել եւ հանդուրժել արտաքին աշխարհի արատավորությունը։ Վերջնական բանաձևը դա է, չէ՞, դուրս գալիս։ Ինչքանով է դա ճիշտ, մենք ընթացքում կհասկանանք։ Արիացիները իրանք մի քիչ այլ բանաձև են առաջարկում, եւ մենք ձեզ հետ այս պահին արդեն մտանք հոգևոր ճանապարհի մեջ, որտեղ մինչև դա քննարկում ենք փիլիսոփայական հիմքերը հոգևոր կյանքի, չէ՞, որտեղ մենք տեսանք, որ արիացիները իրենք ասում են կա նյութական աշխարհ, կոմպոնենտները, որոնք պիտի հոգևոր մարդը ինքը քննարկի իր մեջ, կա նյութական աշխարհ, կա հոգևոր աշխարհ, կա կենթանի էակ, նրա պայմանավորված վիճակը, պայմանավորված վիճակում նրա հարաբերությունները նյութական աշխարհի հետ, մաքուր վիճակում նրա հարաբերությունները հոգևոր աշխարհի հետ, եւ կա Աստված, որը այդ ամեն ինչը արարել է, ղեկավարում է, աջակցում է, ուղեկցում է եւ այլն։ Եվ մենք պետք է հասկանանք, թե շատ կարևոր է, որովհետև հոգևոր կյանքում կենթանիակը ինքը մենակ չի։ Սա ամենակարևոր գաղափարն է, որ մենք պետք է հասկանանք, եւ երբ որ մենք հասկանում ենք, որ հոգևոր կյանքում մեզ ուղեկցում է ինքը գերակայուն Աստծո ազնվությունը, այստեղ պետք է քաջ հասկացողություն լինի, ասած սեփը սպիտակով, թե որտեղ են այն գործողությունները, որը Աստված սպասում է ինձանից, եւ որտեղ են այն գործողությունները, որը Աստված խոսք է տալիս, որ ինքն է աջակցելու։ Այսինքն ինչն է կախված ինձանից, իսկ որտեղ է ինձ օգնելու Աստված։ Եթե կենթանիակը ինքը այս հարցերում չունի գրագիտություն, չէ, ինքը միշտ սխալ է անում, եւ այնտեղ որտեղ ինքը պիտի ճիգեր գործադրեր, ինքը սպասում է Աստծո օգնությունը եւ հակառակը, այնտեղ որտեղ ինքը պիտի հանգիստ սպասեր Աստծո քայլին, սկսում է ճիգեր գործադրել։ Եվ այդպիսով իր հոգևոր կյանքում խառնաշփոթ է ստեղծում։ Եվ այնտեղ որտեղ Աստված պատրաստվում էր ինչ-որ մի բան աներ, կենթանիակը իրան ասում է սպասի այստեղ ես ինքս, ու այնտեղ որտեղ ինքը գիտեր, որ կենթանիակը պիտի դա անի, ինքը տեսնում է, որ կենթանիակը վստահ իրեն է սպասում։ Հասկացա՞ք, ինչքան աբսուրդ երևույթ է ստացվում։ Դրա համար գրագիտությունը հոգևոր ճանապարհում ինքը ահավոր կարևոր է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ իրականում հանակ չենք անում, էլի Աստված իրոք կա։ Ինքը անձնավորություն է եւ ինքն է տվել հոգևոր ճանապարհը, այսինքն ինքն է տվել կենթանիակներին հնարավորությունը եւ գալ նյութական աշխարհ իր ցանկությունները իրականացնելու համար եւ դուրս գալ հոգևոր աշխարհից, չէ՞։ Եվ երբ որ ինքը տալիս է այդ հոգևոր աշխարհում դուրս գալու ճանապարհը, չէ՞, ինքը դա ասում է դու քո բանով չես կարող էլի այդ ճանապարհը անցնես։ Արի ես քեզ օգնեմ։ Եթե նույնիսկ դու ուզում ես իլյուզիա ունենաս, որ այդ ճանապարհը դու անցա։ Ո՞թե դա մենք դա կքննարկենք, էլի։ Ուրեմն մենք տեսանք, որ Պարտենոն Թախուրը ինքը քննարկում է, որ հոգևոր ուղին ինքը ունի իր աստիճանները, որտեղ ամեն մի աստիճանը որոշվում է, որ այդ դու մտար իր մեջ, երբ որ դու ինչ-որ սկզբունքներ վերցրեցիր, եւ դու դուրս ես գալի իրանից, երբ որ որոշակի արդյունքներ ունես։
Այսինքն ամեն էտապը ինքը ունի իր սկիզբը եւ ունի իր վերջը։ Եվ քանի դեռ դու չունես արդյունքը, դա նշանակում է, որ դու այդ process-ի մեջ հասունության դեռ չես հասել։ Այսինքն քո ժամանակը չի անցնել հաջորդ փուլ։ Սովորաբար փորձը ցույց է տալիս, որ մարդիկ իրենք ամենաշատը հոգևոր կյանքում ամենաշատը չեն սիրում մաքրագործման անհրաժեշտությունը։ Իրանք այսպես ամեն կեղծ եսը ինքը ամեն տեսակի խորամանկությունների է դիմում, որպեսզի շրջանցի այդ փուլը, այսինքն որ ինչ-որ ինքը իրականացնի այդ սկզբունքը։ Ես մնում եմ այն ինչ որ ես կամ, բայց հայտնվում եմ Աստծո գրքում։ Իրական հեղինակությունները իրանք պնդում են առանց մաքրագործման process-ի հոգևոր աճ չկա։ Եվ սա ամենակարևոր բանն է, որ ազնվորությունը ինքը պիտի հասկանա հոգևոր կյանքում։ Բաքտիվինոդ Թակուրը ինքը հենց այն հոգևոր հեղինակությունն է, որը այդ հոգևոր ճանապարհի մեջ պատասխան է տալիս հոգու մաքրագործման ընթացքով։ Ինչու համար է եւ ինքը ինչ է ասում, էլի ինքը ասում է բոլոր հեղինակությունները հոգևոր դաշտում իրանք գրում են գրքեր կամ մեկնություններ սկսնակների համար, որպեսզի բերեն հոգևոր դաշտ։ Եվ ճիշտ մի հատ թռնում են այդ մաքրագործման process-ի գլխիուրայից եւ արդեն սկսում են խոսել Աստծո հետ հարաբերությունների արվեստի մասին։ Եվ նրանք, ովքեր պիտի անցնեն մաքրագործման process-ը, Բաքտիվինոդ Թակուրը իմացավ գեղեցիկ խոսքի ասում, դու գալիս մենակ մնացել են անտեր։ Հասկացաք։ Ինչու են բոլոր հեղինակությունները իրանք խուսափում այդ process-ից։ Որովհետև իրականում աստվածամերժության դարաշրջանում կենդանիակները իրանք հակված չեն զբաղվել իրանց մաքրագործման process-ով։ Ինչու։ Իրանք գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Ինչ արշարքում, իսկ ամեն մի գոյավիճակ ինքը ունի իր տրամադրությունները, թե կենդանիակը ոնց է վերաբերվում հենց ինքը իրան։ Գնալիք ձայնս կտրվում է։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տգիտության մեջ կենդանիակը ինքը իրան մտածում է ժեստով ցույց տամ, հա, որի քաշեն անձնավորությունը։ Ուղղակի չգնահատված։ Եվ երբ որ ինքը գալիս է հոգևոր կյանք, ինքը թերապես չի մտածում, որ ինքը ինչ-որ բան պիտի ուղղի իր կյանքում։ Ինքը մտածում է, որ այդ մայիս է կա, ու Աստված վերջապես ինձ գնահատի։ Հասկացաք։ Եվ երբ որ գալիս է այն հոգևոր մարդը, որ ինքը ասում է, սպասի, դա իլյուզիա է, դու տգիտության մեջ ես։ Արի սկսենք քննարկել, թե իրականում դու ով ես։ Չէ՞։ Ու այստեղ կենդանիակը ինքը պետք է համարձակություն ունենա, նայի ինքը իր մեջ։ 15 տարվա ընթացքում ես կարող եմ մեծ հոգայություններ տալ, թե ինչպիսի համառությամբ են կենդանիակները դիմադրում այդ process-ին, որ նայեն իրանց աչքերի մեջ։ Եվ դրա համար հոգևոր մարդիկ, հոգևոր ուսուցիչները իրանք ստիպված են լինում մշտական հետ գնալ, ընդհանրապես ձեռք չտալ մարդու տերությունները եւ համբերատար սպասել, թե երբ մարդը ինքը կհասունանա, այսինքն տեղափոխել գիտելիք, այնքան տեղափոխել, մինչև կենդանիակը այդ համարձակությունը ձեռք կբերի, նայել ինքը իր աչքերի մեջ։ Որը ցույց է տալիս, որ մեկ դա տևում է տասնյակ տարիներ։ Եվ մարդը այդպես էլ չի կարողանում իրան հավաքի, որպեսզի գոնե մի անգամ հայլու մեջ նայի իր աչքերի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Որտեղ ասենք, եթե դուք ուշադրություն դարձնեք, երբ որ մարդը ինքը նայում է հայլու մեջ, ինքը չի մտածում դրա մասին, ով եմ ես։ Ինքը նայում է հայլու մեջ, որպեսզի հասկանա ինչ տպավորություն եմ ես թողնում։
հասկացաք։ Եվ այդ հայրում առաջ կանգնելու սովորությունը ինքը սովորաբար այդ ռիտուալ, այդ անարողությունն է, որ կենթանյակը իր վրա ինչ-որ մի հատ դիմակ է հագնում, որով ինքը դուրս է գալիս ծես է կատարում, որով ինքը դիմակ է հագնում, որ դուրս գա արտաքին աշխարհ։ Հասկանում եք, միշտ ինչ-որ բանը թաքցնելու համար։ Իսկ այդ տրամադրությունը, որ մարդը ինքը կարողանա, այսինքն սպասվում է ինքը իր համար, ոչ աշխարհին, որտեղ աշխարհը ինքը դաժան է, երբ որ կենթանյակը ինքը այսպես էլի արտահայտում է, որ ինքը իր մեջ ինչ-որ մի թերություն է գտել, հետո ինքը իր մոտ շատ մեծ խնդիրներ են առաջանում, որովհետև շրջապատը ինքը միանգամից կարճում է այդ հնարավորությունից, որ այս դու էլ ասեցիր, որ դու վարդնես, ու սկսում է այդ թեման զարգացնել։ Որտեղ կենթանյակը ինքը փոխարեն զբաղվի այն թերությունով, որ ինքը իր մեջ հայտնաբերել է, ստիպված է լինում զբաղվել ինքնապաշտպանությամբ, հա։ Ուրեմն հոգևոր զարգացումը ինքը շատ կոնֆիդենցիալ, ներքին աշխատանքի խնդիր է եւ իրականում դա այդքան էլ ճիշտ չի կիսվել ուրիշների հետ, թե ես իմ մեջ ինչ թերություն եմ գտել կամ ինչ թերություն չեմ գտել, ուրիշները իրանք պետք է ուղղակի տեսնեն, որ անցնում է ինչ-որ մի ժամանակ եւ իրանք ինձ չեն ճանաչում։ Ես միշտ բերում եմ իմ ամուսնու օրինակը, որտեղ ես, ասենք, 15 տարվա ընթացքում մի քանի անգամ ստիպված եմ եղել 0-ից ծանոթանալ իմ ամուսնու հետ։ Իր մոտ այդ process-ը տեղի է ունենում այսպես, ինքը մեկ էլ ինչ-որ մի բան էր ֆիքսում, հա, եւ ինքը ուղղակի բառացի փակվում էր իր սենյակում։ Եվ որ արդեն ինքը այդտեղից առաջի անգամ դուրս էր գալի այնպիսի դեպքի արտահայտությունով, որ իր հետ կարելի է շփվել, որտեղ միջև այդ ինքը դուրս էր գալիս այնպես, որ ինձ ձեռնի տվեք, հա։ Ու ես միշտ աշխատում էի այդ ժամանակ, ասենք նույնիսկ կերակուրի իրան չառաջարկեմ, էլի, պանոցում ամեն ինչը պատրաստ դրած էր, գլուխ կարող էր դուրս գալ, ինչ որ պետք է իրան վերցնել, մտնել իր սենյակ, բան ու ոչ մեկի հետ չէր շփվում։ Որտեղ ես հասկանում եմ, որ այդ պահին, երբ որ մարդը ինքը իր մեջ է խորանում, ինքը նման է բացվերքին, ու ամեն մի կոնտակտը ինքը ոնց որ աղ լինի, լցված այդ բաց վաշկի վրա, դա համար իրան այդ պահին մարդուն պետք է ձեռք չտալ, հա։ Մարդիկ մեկ մտածում են, որ եթե իրանք ինչ-որ մի նվիրալի տեսնում են հանկարծ մտահոգ վիճակում, եթե միանգամից ինչ արվել, բան չէ, պատմին, կարող եմ ինչ-որ մի բանով օգնեն, ես ինչ, այդ հարցերը իրանք շատ ավելի ջղայնացնում են մարդուն, երբ որ ինքը զբաղված է ինքը իր աթերության հետ աշխատելով, որտեղ դա այն բաները չի, որի մասին կարելի է խոսալ, հա, ու մի կողմից դիմացի նվրոզի կարեկցում է իրան, բայց մյուս կողմից ցավացնում է իրան, մյուս կողմից մտել այնպիսի դաշտ, որ ընդհանրապես այդ մտնել չի կարելի, չէ։ Ու ասենք ես միշտ այդպես էի անում։ Ես դուրի չէի խոսում, այդ ես զգում էի, որ ինքը հիմա դուռը բացեց, որ գնա ուտելիք վերցնի, ես դնում էի ուրիշ սենյակ, որ պրոստը դաժե չհանդիպեմ, որ ինքը հանգիստ իրանք վերցնի, գնա փակվի իր սենյակում։ Բայց երբ որ ինքը դուրս էր գալի այդ սենյակից, ու առաջի անգամ ժպտում էր ասներ ոնց եք, հա, ես հասկանում էի, որ այնտեղից ուրիշ մարդա դուրս եկել։ Ու իր վրա այլևս չի կարելի օգտագործել այն շաբլոնները, որը ես գիտեմ։ Ու պետք է մի պահ լռել, ուղղակի հետևել իրան, որպեսզի դու հասկանաս, թե ինքը ինչ խնդիր է իր մեջ լուծե, իր ինչն է փոխե, ու այդ փոխածի հետ ոնց է պետք շփվել, չէ՞, որովհետև երբ որ մարդը ինքը նոր է, ինչ-որ նոր պլատֆորմայի վրա կանգնում, չէ՞, այդտեղ ինքը մի շատ հետաքրքիր փորձություն է անցնում։ Շրջապատը ինքը շաբլոն ունի, թե ինքը ինչպիսին է, չէ՞, ու ասենք մարդը երբ որ նոր է բարձացել ինչ-որ մի հատ աստիճանի վրա, ինքը դեռ հաստատում չի, ու իր կողմից դա մեծ համարձակություն է այդ վիճակում դուրս գալ հարաբերությունների, չէ՞, որովհետև ասենք մարդիկ իրանք սկսում են իրան քաշել դեպի ներքև, քաշել դեպի իրանց համար սովորական շաբլոնը, չէ՞, ու այդտեղ պայքար է սկսում, երբ որ մարդը ինքը պիտի ցույց տա, որ ինքը արդեն ուրիշ է,
Դա մեկ կարող է եթե մարդը ինքը տես նոր է հələ ինքը տես հաստատում չի որ կարողանա ուղղակի իր ամեսում ինքը դեռ օվկիանոս չի հասկանում եք որ կարողանա իր ամեսում sense հանգիստ դիմավորի ճանապարհի այդ բոլոր տատանումները հանգիստ վերաբերվի դրան որ իրան դեռ տեսնում են այնպեսին է ինչպեսին է ինքը եղել է եւ այլն ինքը լա ջղայնանում չէ՞ այլ որ ջղայնացավ վсё ընկավ հետ, հասկանում եք, չէ՞, եւ իհարկե այդտեղ ինքը շատ կարեւոր է որ կենթանիները իրանք այդ նրբությունը ունենան, հա, դե պարզ է հիմա, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, երբ որ մենք հոգեվոր կյանքով ենք զբաղվում, սովորաբար մեր ընտանիքի անդամները իրանք դրանով չեն զբաղվում, եւ իրանք ընդհանրապես այդ նրբությունը չունեն գնահատելու որ մենք փոխվել ենք, չէ՞, եթե նույնիսկ իրանք գնահատում են միայն մի տեսանկյունից Ես քանի գնում եմ վայելքի համար դառնում եմ ոչ պիտանի, անպիտան մի հատ մարդ։ Ու իրանք փորձում են ինձ մշտական հետ բերել են դաշտը, որտեղ իրանք ինչ-որ կետերում ինձ վայելում էին։ Եվ դրա համար որ հոգևոր մարդը ինքը պետք է այդ գրագիտությունը ունենա, որպեսզի հատկապես աստվածամերժության դարաշրջանում դա շատ կարևոր սկզբունք է, երբ որ դուք ձեր կյանքում ձեզ այ արտաքին պահվածքը պահում եք այնպես, ինչպես որ մարդիկ սովոր են, որ իրանք ձեզանից ինչ-որ բան են ստանում, չէ՞։ Հասկանում եք, օրինակ ասենք, հոգևոր մարդը ինքը եթե ինքը իրանով լիներ, չէ՞։ Ինքը օրինակ մեծ հաճույքով աշխատանք կփոխեր եւ իրան այսպես լրիվ կբավարարեր, եթե ինքը հացի փող ունի, հա, ամենապարզ կյանքը կարողանում է ապահովի եւ ինքը այնչու մի հատ շատ պարզ կյանքի մեջ կանցներ եւ կխորանար իր հոգեվոր զարգացման մեջ, չէ՞։ Բայց երբ որ ինքը շրջապատված է օրինակ ընտանիքի անդամներով, որոնց հանդեպ ինքը ինչ-որ պարտականություն է կատարում, չէ՞, ինքը չի կարող իրան դա թույլ տալ։ Հասկանում եք եւ այդ արտաքին պահվածքը, որ ինձանից ով ինչ է սպասում, այդ ապահովում է։ Կամ էլ արդեն այո, կենթանիքը ուղղակի պրոստը պիտի թողնի գնա։ Բայց ինչքանով է դա ճիշտ, չէ՞։ Ասենք հեռանալ նրանցից, ով որ քո վրա հույս է դնում։ Ում հանդեպ դու ունես պարտականություն։ Հատկապես այդ խոսակցությունը լուրջ է երեխաների հանդեպ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այսինքն այդ խնդիրներ կան, որոնք իրենք շատ բան են, էլի։ Իսկ մի հատ իմ ամենաառաջի աշակերտը, ես ասենք առաջի երկու հատ աշակերտ ունեմ, մեկը կին է, մեկը տղա, որոնք հենց իրանք դարձան պատճառ, որ ես ընդհանրապես մտածեցի, որ ես կարող եմ աշակերտներ ունենամ, հա։ Ինքը տարիներ հետո մի օր Հայաստան էր եկել, կարծեմ ասել եմ ձեզ, Հայաստան էր եկել, մեր աշակերտներիցս մեկը մեզ մի 3 օրով տարավ Ծաղկաձոր, այնպես որ իրար հետ լինենք ամբողջ ընթացքում, ու ինքը այսպես եկավ ձեռքը դրեց ուսից, ասեց եք մատաջի արչի, ձեր գործը ամենադժվար գործն է, որովհետև դուք մշտական այդ անարդնիվրիտին, այսինքն արատներից ազատվելու process-ը դա նշանակում է, որ դու մշտական գործ ունես կենթանիակի արատների հետ, դու կենտրոնացած ես դրա վրա, որպեսզի օգնես կենթանիակին, որ ինքը բանալի հիշում է, եթե ինքը չի ուզում դա անի, նու հայավարի ասած դու դառնում ես իր աչքի գրողը, ու ինքը մշտական մի հատ տեղ է ման գալիս, որտեղ ինքը կարող է թաքնվի, որ հանկարծ քո աչքին առաջ չերևա, որ դու չզբաղվես իր մաքրագործման գործով։ Հասկանում եք, այսինքն կենթանիակին բերել մաքրագործման գործընթացին այդքան էլ հեշտ գործ չի։ Հիմա մենք տեսանք, որ արիացիները իրենք ասում են, որ այդ հոգևոր կյանքը ինքը ամեն մեկը ունի իր փուլերը։ Առաջի փուլը, դա հիմա մենք արդեն նայում ենք բաքսի յոգայի տեսանկյունից, որը իր մեջ պարունակում է մնացած բոլոր յոգաները, եւ կարման, եւ գյանան, եւ մեդիտացիոն յոգան, չէ՞։ Ուրեմն առաջի փուլով վայթի բակտի, չէ՞։ Մենք ասեցինք, այդ խորհրդի այդ բարերը արդեն հիշել եք, հա։ Ուրեմն վայթի բակտին, այսինքն այն ինչ որ կենթանիակը ինքը զբաղվում է ամենասկզբից։ Մենք դες խոսացինք, որ աստվածամերժության դարաշրջանում դրանից առաջ կա մի հատ փուլ, որը ապահովում է
Շիլա Պրաբհուպադը, հա, իր անունն է Բhakti-Siddhanta Saraswati, հա, Բhakti-Siddhanta դա նշանակում է սիրո արվեստի մեջ, հա, բոլոր կապերը իմացող, բոլոր, այսինքն ատելությունից մինչև սեր, այդ բոլոր կապերը իմացող, եւ ինքը հենց այն անձնավորությունն է, որը եկավ, հա, ու այդ կարիդորը գծեց, ասեց այնի աստվածն է, այ դուք ստեղ եք, ճանապարհը այսա է, հա, հասկացողը հասկացավ, չհասկացողը թող ուր ուզում է գնա։ Հիմա իրանից հետո գալիս է Բաքսիվեդոն Թակուրը։ Ինքը ասում է, այդ տեսնում ես, այսի ճանապարհի սկիզբն է, որտեղ քեզ մցրեց Շիլա Պրաբհուպադը, հա, այսինքն ինքը ինչ է տալիս, 4 սկզբունք, մենք դա քննարկել ենք, չէ՞, 4 սկզբունք եւ ինստրումենտներ առաջ գնալու, լսողությունը եւ մանտրայի կրկնողությունը։ Հա, մեկ էլ երրորդը, Աստծուն ծառայելը, ծառայություն մատուցելը, չէ՞։ Ուրեմն այնքը քեզ տվեց կամ բերեց քեզ հոգևոր ճանապարհի սկզբին, տվեց քեզ առաջի մաքրության։ Ինչ էր ասում, ասում ես 4 սկզբունքը, դրա համար չի, որ դուք համարվեք Աստծո հոգևոր մարդ։ 4 սկզբունքը ինքը դրա համար է, որպեսզի դուք տարբերվեք կենդանուց։ Всё։ Հասկանում եք, եւ ո՞րն է մարդու եւ կենդանու տարբերությունը։ Մարդը ինքը ունի ընտրություն, լինել գիշատիչ, թե լինել բարի։ Всё։ Հա? Լինել կենդանու նման, ասենք, սեռական հարաբերությունների մեջ մտնել, որտեղ ում հետ պատահի եւ ոնց պատահի, հա? Թե կարգավորել իր սեռական կյանքը բարոյականության օրենքներով։ Հա? Ինչու՞, որովհետև մարդը ինքը ունի զարգացած էմոցիոնալ աշխարհ։ Եվ երբ որ ինքը իրեն պահում է կենդանու նման, չէ՞, զարգացած էմոցիոնալ աշխարհ ունեցողներին ինքը ցավ է պատճառում, դառնապանք է պատճառում։ Չէ՞, այսինքն դա առաջի քայլն է, որովհետև տեսեք ասենք, չէ՞, ցածր գոյավիճակներում, այսինքն տգիտության եւ կրքերի գոյավիճակներում, չէ՞, կենդանիակը ինքը ինչպեսին է, տգիտության գոյավիճակում կենդանիակին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինքը ումիշ տառապանք է պատճառում։ Ինքը դա չի զգում։ Հասկանում եք։ Հեշտ նայել եք տենց հոգեբանական ֆիլմեր, երբ որ բռնություն կատարողի վրա ազդում են նրանով, որ չեն շարժվում, չեն գոռում, չեն դիմադրում, այլ քարանում են ու նայում իր աչքերի մեջ։ Տգիտության գոյավիճակի մեջ կենդանիակը ինքը բռնություն է գործադրում, եւ որպեսզի ինքը չզգա, թե ինքը ինչ ցավ է պատճառում, այդ պահին ինքը ինչով է զբաղված, իրան անհրաժեշտ է, որ իր զոհը դիմադրի, որ ինքը գոռա, ճվա, քացիներով տա, չանքրի, որովհետև այդ իրան ավելի է կապացնում ու իրան ներքին իրավունք է տալիս բռնությունը կատարել։ Չէ՞, իսկ եթե մարդիկը իր մեջ ուժ է գտնում սարել ու չդիմադրել, հա, այդ դրանով ինքը այդ դիվասինի այդ տգիտության գոյավիճակը կարող է մի անգամից դա ջարդի իր մեջ մարդը զարթի, այսինքն զարթի նա, որ գիտակցում է, թե հիմա ինչ ան։ Հասկացաք, չէ՞։ Որոնք տեսեք, այդ ինքը շատ հետաքրքիր հոգեբանություն է, չէ՞, որ տգիտության գոյավիճակի մեջ կենդանիակը ինքը ուղղակի ստանում է ինչ որ ինքը ուզում է, ստանում է բռնության միջոցով եւ ինքը չի զգում, որ ինքը ցավ է պատճառում։ Երբ որ մենք գալիս ենք կրքերի գոյավիճակ, չէ՞, այնտեղ մի քիչ փոխվում է։ Կենդանիակը ինքը չի զգում, որ ցավ է պատճառում, եթե անտարբեր է։ Դեպի մեկ է ինքը ցավ է պատճառում, ցավ չի պատճառում, մի չի անում, որտեղ ինքը անտարբեր է, այսինքն երբ որ իր համար օտար մարդկանց հետ գործում է։ Բայց արդեն մի հատ բան է միանում էլի այդտեղ, որ նրան հանդեպ որ ինքը կապված է, ինքը զգում է, երբ որ ցավը մոտ է։
ու ինքը արդեն այդ հարցն է բարձրացնում։ Եթե դու ինձ ասեցիր, որ սիրում ես, ինչի ես ցավացում։ Հիմա դու ինձ ցավացնում ես։ Չէ՞։ Եվ եթե ես ցավ պատճառեցի, ես հետո գնում եմ մտածում եմ, ինչի ցավացրեցի, չէ՞ որ սիրում։ Այդ գրքի գոյավիճակն է, ում հանդեպ որ ինքը կապված է, ինքը զգում է, որ ցավացնում է, իսկ ում հետ որ կապված չի զգում։ Առաքինության գոյավիճակը, դա այն գոյավիճակն է, երբ որ կենդանիակի մոտ այդ ամեն ինչ ինքը գալիս է այդ դաշտը, գլխավոր գաղափարն է հնչում։ Երբ որ դու կհասկանաս, որ բոլոր կենդանիակները երջանկության և տառապանքի մեջ նման են քեզ, դու ինքնաիրականացված հոգի ես։ Այսինքն դու հասկացար ամենակարևոր ճշմարտությունը, որը այսինքն հոգեբանությունը ոտից գլուխ պիտի շուռ տա ընդհանրապես, որտեղ այլևս չմնաց ուտար եւ նրանք ում ես սիրում եմ։ Ես գիտակցում եմ, որ բոլոր կենդանիակները իմ նման երջանկություն են ուզում եւ իմ նման հույս են տալիս տառապանքից։ Եվ դա շատ կարևոր փոփոխություն է բերում մարդու պահվածքի մեջ։ Եվ դա է հիմքը երջանիկ հասարակության հասարակություն կառուցելու։ Հասկանում եք, չէ՞ հիմա։ Ուրեմն այդ սկիզբը երբ որ գալիս ենք, կենդանիակը ինքը այդ ռեալիզացիան պետք է ունենա։ Ինքը պետք է բերի իր այդ վայթի բակցին, ինքը դրա համար բակցինոտ ինքը դեռ կասի։ Վայթի բակցին դա վարնաշեմ, այսինքն բարոյականության օրենքներն են, պլյուս աստվածային գիտելիքի բանը, աստծո վրա կենտրոնացումը։ Չէ՞, հիմա տեսեք, ուրեմն խոստացվեց նրա մասին, չէ, որ վայթի բակցին մեջ մտնելուց ամենակարևոր բան, այս հոգևոր ճանապարհից ամենասկզբից, երբ որ մտան, որպեսզի իրան նորմալ անցնես, ամենակարևոր բանը դա նա է, որ դու գտնես այն մարդուն, ով որ այդ ճանապարհը, որը հիմա գոնե այդ ճանապարհը, որով դու հիմա պիտի անցնես, այդ ճանապարհի մեջ ինքը գիտակ է։ Ընդ որում, այսպես որ մենք մարդուն լսում ենք, չէ՞, մենք միանգամից պիտի շատ մեծ ուշադրություն դարձնենք երկու թեմայի։ Ինչից է ինքը խոսում, գործողություններից, թե տրամադրությունից։ Եթե ինքը գործողություններից է խոսում, դուք պետք է հասկանաք, որ ներքին դրբություն այդ ազնվորությունը չունի։ Այսինքն ինքը չի հասկանում։ Օրինակ, ինքը ասում է, բարոյական կինը ինքը պետք է անի այսենց, հա, բարոյական տղամարդը ինքը պետք է անի այսենց։ Կներեք, բայց այդպիսի անձնավորությունը ինքը հա գիտի, թե բարոյական մարդու պահվածքը ինչպիսին նա լինի, բայց ինքը բարոյականություն չունի, որովհետև նա որ ունի իր մեջ բարոյականությունը, ինքը գիտի բարոյականության տրամադրությունները, հասկանում եք, որովհետև ամեն մի արտաքին աշխարհում պահվածք ինքը սկսվում է ներքին կետից, չէ՞։ Ես իմ ներսում ինչ-որ մի հատ կետ ունենամ, չէ՞, որ այդ կետից սկսում եմ շարժվել, որ ինքը հետո ինչ-որ մի հատ պահվածքի մեջ է, չէ՞, արտահայտվում։ Հա։ Հիմա տեսեք, մենք միանգամից կարող ենք գան այդ եզրակացության, որ հա, ուրեմն հենց որ ասեց մենակ էսի տյանես, մենակ էսեց մենակ։ Իրան պետք է գցել միանգամից ահը։ Չէ։ Որովհետև կան մարդիկ, որոնք իրանք գալիս են ինչ-որ մի սկզբունքի իրականացման, չէ, վերցնելով սովորությունը։ Եվ այդ տենց մարդիկ իրանք գիտեն դու ինչ սովորություններ պիտի վերցնես։ Եվ ինքը գալիս ասեց, դու վերցնում ես սովորությունը, այդ սովորությունը սկզբից քո ներքին աշխարհի համար լինում է նեղ կոշիկ։ Որտեղ դու ուրիշ բան ես ուզում, դու ազատություն ես ուզում։ Դու ուզում ես ոնց ուզում ես, ինչ ուզում ես անես, ոնց ուզում ես, ինչ ուզում ես մտածես, չէ։ Հետո մեկ էլ քեզի ասում են
ուզում ես, չես ուզում, առավոտը ժամը 6-ին, պիտի վեր կենաս, սրան լվանաս, նրան արդուկես, սրան էպես, դրա վասը ինչ անես, ինչ անես, բան անես, եթե տղամարդ ես գնաս գործի, հա, ուզում ես, չես ուզում, պիտի անես, չէ, ու այո, մարդը ինքս ես մի անգամից ուզում է կաղապանի մեջ մտավ, չէ, բայց միևնույնն է, այդ սովորությունը ինքը ընթացքում, ասած, սկսում է ներքին այդ սխալ էլի, ներքին սխալ ազատությունը ջարդել, դու ընտելանում ես, անել ճիշտը, հա, բայց իհարկե, այդտեղ մի հատ շատ կարևոր թերություն կա, որ այդ ճիշտ անելու մեջ դու երջանիկ չես լինում, որովհետև քո ներսում դու մնում ես այն մարդը, որը կարոտում է ազատությունը։ Հասկանում եք։ Իսկ այն ազնվորությունները, որոնք իրանց ներսում ունեն այդ նույն բարոյականության սկզբունքները, չէ, ասկա որպես ներքին արժեք, չէ, իրանք անպայման խոսակցությունը միշտ տանում են այնտեղ, թե իրականում ինչքան գեղեցիկ է պարտականություններ կատարել։ Հա, այդ ոնց է ստացվում, որ ասենք մեկի համար էդի այսպես մի հատ այլանդակ բան է, չէ, իսկ մյուսի համար էդի գեղեցիկ է։ Ինչ է տալիս այն մարդը իր շրջապատին, որը ինքը պարտականություն կատարող է։ Հոգեբանության տեսանկյունից ինքը ինչ է տալի։ Ինչքան ես եմ հասկանում, դա թուրքական խոսք է, բայց այդ խոսքից չեմ կարող հուսափել, ինքը շատ ուժեղ արտահայտում է իմաստը։ Ինքը տալիս է արխայնություն։ Չէ՞։ Օրինակ տեսեք, այն մարդու համար, որը ինքը իր ներքինից իր կապվածությունների մեջ բարոյական է, չէ, ինքը ինչ-որ մի հատ կետ ունի, չէ, որտեղ իր համար լավ է այդ ամեն ինչը։ Որն է այդ կետը։ Էդի սերն է, չէ, կապվածությունն է, որ ինքը զգում է իր ընտանիքի անդամների հանդեպ օրինակ, չէ, եւ որ ինքը օրինակ պարտականություններ կատարող է, այսինքն դուք հիմնականում այդպիսի կանայք եք, էլի, հիմա այս լավ կա, հիմա ուշադրություն դարձնեմ, որ էդի գնահատեք։ Ինքը անպայման այդի ունի, որ ինքը սենց իր ընտանիքի անդամների վրա, որ մեկի վրա աչք է գցում, իրանք արխային են։ Հասկանում եք։ Օրինակ ասենք դու մտնում ես, ենթադրենք, ես իմ օրինակը բերեմ, հա, մտնում ես ամուսնու սենյակ ու տեսնում ես, որ ինքը արխային նստած անջատվել է, որտեղ գիտի, որ այդ ամեն ինչ որ ինքը պետք է աներ, անող կա։ Ինքը իր համար զբաղված է իր հոգևոր կյանքով։ Իր Աստծո հետ, իր հավեսի համար։ Գիտի, որ ինքը երբ որ այդ սենյակից դուրս եկավ, ինքը ունի ուտելիք, արդյունքած շորեր, չգիտեմ ես է, չէ՞։ Ու եթե դու իրոք այդ մարդուն սիրում ես, այդ դու ներսից այդ երջանկությունն ես զգում, չէ՞, որ այն լավ է, որ ես նեցն եմ, որ ինքը իր համար իմ հետ արխային է։ Դու գնում ես մյուս սենյակ, տեսնում ես քո երեխան այնտեղ հանգիստ, խախատ, քնած է։ Չէ՞, որովհետև ինքը գիտի, որ ամեն ինչ որ իրան պետք է, որ ինքը իրան լավ զգա, ինքը իմ ազատնի, այդ ամեն ինչ ունենալու է։ Ու այդտեղ ինքը այդ պարտականություններ կատարելը ինքը բան անում, էլի, վկուպայես, որ բան արտարացվում է, որտեղ դու ունես այն կետը, որտեղ դու քեզ լավ ես զգում։ Չէ՞, ու տեսեք ասենք, երբ որ ազնվորությունը ինքը այդպիսին է, հիմա մեկ կամ փշոտ տղամարդիկ, որներ չեն սիրում, էլի, բան խոսքեր ասեն, չէ, փափուկ խոսքեր ասեն։ Բայց մեկը, ամեն մեկը իր մեջ ունի իր ձևը, որտեղ ինքը արտահայտում է, որ ինքը գոհ է։ Հասկանում եք։ Կոնֆլիկտը ինքը միշտ առաջանում է այնտեղ, երբ որ կինը ինքը օրինակ, եթե մեկ օրինակը շարունակենք կնոջ վրա, երբ որ կինը ինքը փորձում է
անպայման ստիպի տղամարդուն, որ ինքը իր գոհունակությունը արտահայտի իր համար հաճելի ձևով։ Չէ՞, բայց դա սխալ է, էլի։ Մենք պետք է ոչ եւ կանանց եւ տղամարդիկ իրանք պետք է այդ սովորությունը ձեռք բերեն, էլի հասկանալ ուրիշի սիրո լեզու։ Հա? Օրինակ տղամարդ կա, որ ինքը որպեսզի արտահայտի, որ ինքը սիրում է, իր համար սենց է։ Բայց ես ամուսնացել եմ, բա ինչ եմ անում։ Ինչի՞ դե ամեն անգամ րոպեն մեկ ասեմ, այն որ ես քո հետ ապրում եմ, այն որ ես քո հետ կենցաղ եմ կիսում, չի նշանակում, որ ես քեզ եմ սիրում։ Եթե քեզ չսիրեի, ուրիշ հետ կամուսնանայի, վայ։ Չէ՞, ու իր համար այդ փաստը բավական է։ Հասկանում եք։ Եվ այո, ազնվությունը կա, կինն ինքը իր հետ պիտի հասկանա, որ դա է այդ մարդու լեզուն, ինքը այդպես է համարում։ Եվ այո, քանի դեռ ես իր կողքին եմ, ուրեմն ինքը ինձ սիրում է, ինքը բնավորություն ունի, որ եթե ինքը ինձ չսիրեր, ինքը կհեռանար։ Հասկացաք, չէ՞։ Տղամարդ կա, որ հակառակը, ինքն է խոսում այդ սիրո մասին, որ երբևիցե կլվռի ու ամշես զրվեցինք մնացինք ատեն, հասկացանք էլի, հասկացանք, չէ՞, այսինքն ամեն մարդ ինքը իր լեզուն ունի։ Այդ բաները обратная связь, հետադարձ կապը տալու, չէ՞, հիմա դա չեմ կնարկում, ոչ բան, կելի կնացինք հասակեսի։ Հասկացաք, քննարկում ենք, որ այ ամենասկզբում, չէ, կենթանեակը ինքը հիմա պետք է հաստատվի այն, բացի ստանտը սարասվածին եկավ, կարիդորը տվեց, բացի վինոտ եկավ, ասես դի մակրագործվես։ Այդ ճանապարհի մեջ, այդ տեղ կանգնեցիք, չէ, ամենակարևորը դա նա է, որ դու գտնես այն մարդուն, որը ինքը այդ ճանապարհի գիտակն է, այսինքն անցել է։ Մենք քննարկեցինք ամենակարևոր սիմպտոմը, նա որ ինքը չի անցել, բայց իրան թույլ է տալիս ուրիշին սովորացնել, ինքը սովորացնում է կանոնները։ Նա որ ինքը անցել է, ինքը սովորացնում է տրամադրությունները։ Ներքին վիճակը, այս տրամադրությունն է սրա հիմքը, այս տրամադրությունն է սրա հիմքը, այս տրամադրությամբ որ կստանում ես այս արդյունքը, հասկացաք, չէ՞։ Ուրեմն սրանից հետո մի անգամից ճանաչում ենք, ով որ սկսես, տուպոյ, այս տեքստում ես գրած, ընդեղ ինչու ես գրած, ընդեղ ես են ասես, դեր սենց են ասել, ինքը մենք չի որ իրավունք չունի սովորացնելու, փափուկա պետք է ունել, էլի, դες փոքր մի անգամ կտրել քշել, դիտի սխալ է։ Ինքն իր աչքերն արձանագրել, գոնե օրենքները գիտի, չէ՞, ասենք գոնե պահվածքը գիտի։ Ինքը դա է սովորացնում, բայց դուք պիտի հասկանաք, որ ինքը այդ ամեն ինչի ներքին օրինաչափությունները չգիտի, որտեղ ինքը չի անցել, ինքը մենակ տեքստերը անգիր արել, ու գիտի որտեղ ինչա գրած։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք, որ այ ամենակարևորը դա է, որ գտնենք այդ մարդուն, որը կամ գիտի կամ իրականացրել է, կոչվում է հոգևոր ուսուցիչ։ Կա իր կուլտուրան, ամեն անգամ չկրկնեմ, այդ հոգևոր ուսուցիչի հետ շփվելու, չէ։ Մենք տեսանք, որ ազնվորությունը ինքը պետք է հետևի սուրբ մարդկանց օրինակին։ Քննարկեցինք, ինչու է դա շատ կարևոր, չէ։ Քննարկեցինք ինչու է դա շատ կարևոր, որովհետև նայեք, երբ որ մենք գալիս ենք հոգևոր հասարակություն, այնտեղ հիմնականում ազնվորություններ են, որոնք իրանք մեր նման թերություններ ունեցող, նյութական գոյավիճակների ազդեցության տակ գտնվող ազնվորություններ են։ Դա նշանակում է, որ իրանցից ամեն մեկը ունի ինչ-որ լավ որակներ ու ինչ-որ վատ որակներ։ Եթե մենք կարողանում ենք, մենք այն ճանապարհով ենք գնում, որպեսզի ամեն մեկի մեջ գնահատենք, ասենք լինենք մեղու։ Այդտեղ մենք ընտրություն ունենք։ Երբ որ մենք դա գիտակցում ենք, մենք ընտրություն ունենք։ Մենք մեղու ենք, թե մենք ճանճ ենք, հա։ Ընդ որում, սովորաբար կենթանեակը ինքը իրան այսպես է պահում։ Ինքը ուզում է, որ ինքը լինի ճանճ, բայց իր հանդեպ լինեն մեղու։ Հասկացաք։ Այսինքն ինքը սիրում է, որ ինքը ուրիշների մեջ թերություն է տեսնում, բայց եթե Աստված ոչ անի, հանգած մեկը իրան ասի, որ ինքը թերություն ունի, վայ, այդ ինչ հասկացվում։
Հասկացա՞ք, չէ՞։ Իսկ իրականում պետք է լինի ուղղակի հակառակը։ Ինչի՞։ Որովհետև եթե ես հոգևոր կյանքում լուրջ եմ, ամեն կենդանի, որը ինձ մոտենում է, ինչ-որ մի հատ նկատողություն է անում, չէ՞։ Ինքը ինձ ինչ-որ բան է, ինչ-որ այդ որ Աստված է իրա բերանով խոսում։ Այսինքն ես առաջ երթին պիտի գնամ մի հատ մնամից հետ, ասեմ, այմա որ ես ազնվորությունը ինձ այս բան ասեց։ Ես իրոք էդ իմ մեջ ունեմ, թե չէ։ Միանգամից դիմադրելը, միանգամից վիրավորվելը, դա հենց նշանակում է, որ մենք այն հոգին ենք, որը չի սիրում ներսից զարգանալ։ Որը պահանջում է, որ իրան ընդունեն նենց, ոնց որ ինքը կա։ Իսկ դա նշանակում է, որ մենք հոգևոր զարգացման համար նախատեսված չենք։ Մենք եկել ենք գնահատված լինելու համար, որ ոչ մի բան։ Հասկացա՞ք։ Այդ ռեակցիայից դուք կարող եք միանգամից հասկանալ, թե ինչ հոգեվիճակում եք գտնվում։ Ուրեմն, ցանկացած ազնվորություն, որ ինքը մեզ մոտ է դուբայել թերություն է ցույց տալիս, եթե նույնիսկ ինքը մեզ ատում է ու հաճույք է ստանում այդ ընթացքում, իմ ասեց էլի, այդ մենք պատկերացրեք, որ ասենք Աստված իրոք կա։ Ու ես ինչ-որ մի հատ թերություն ունեմ։ Ու ես այնքան անկեղծ հոգևոր մարդ եմ, որ Աստված ինքը գտնում է, որ արժեր, որ ես հասկանայի ինչ-որ մի հատ իմ թերությունը, որովհետև ժամանակն է, որ ես այդ թերության վրա սկսեմ աշխատել։ Բայց իր կարծիքով ինքը ո՞ւր պետք է օգտագործի, որ գամ ինձ իմ թերությունն ասեն։ Նրանց, ովքեր ինձ չեն սիրում, որտեղ նրանք, ովքեր ինձ չեն սիրում, իրանք իմ մեջ առավոտից իրիկու Էրադիտակը առած, էրադիտակ չեմ անում, միկրոսկոպ։ Այ խոշորացույցը համցեց դրած, ման են գալի, թե ես որտեղ ինչ կեղտ ունեմ։ Երբ որ իրանք գալիս են այդ կեղտը ինձ ասում են, իրանք ինչ են անում։ Տեսեք, դրա համար նույնիսկ էզոտերիկներն են դա ասում, չէ՞ որ շնորհակալ եղեք քո թշնամիներին, որտեղ ինքը քեզ ցույց է տալի այն կետերը, որտեղ դու թույլ ես։ Եվ պետք է ուժեղանաս։ Հասկացաք։ Ուրեմն երկու կետ կա, կամ բարյացակամ կենդանիներ, որոնք իրանք նկատում են իմ առաջընթացը։ Ու իրանք նրանք են, ովքեր որ օգնում են ինձ, որպեսզի ես իմ անցած ճանապարհը արժևորեմ, ֆիքսեմ, որ ես էսի անցել եմ։ Տես, ասենք, այ բարյացակամը ինքը ֆիքսեց, որ իմ մեջ ինչ-որ մի հատ լավ բան ա եղել։ Իսկ նա որ ինձի ատում է, ինքը ինձ ցույց տվեց, թե հաջորդ քայլով ինչի վրա պետք է աշխատեմ։ Հասկացաք։ Հա։ Հասկացաք։ Հասկանում եք, չէ՞։ Ու այդ ամեն ինչի մեջ եւ բարյացակամները եւ ոչ բարյացակամները իրանք դառնում են մեր բանկ դպրոցի իրականում բարի կամեցողներ, որտեղ մեկը ինքը ֆիքսում է մենք ինչի ենք հասել եւ մենք այդտեղ ամրապնդվում ենք, հա, մյուսը ֆիքսում է թե ինչի վրա հաջորդ քայլով պիտի աշխատենք։ Всё, երկուսին էլ մերսի։ Հասկացաք։ Այդ նեղանալը ինքը գալիս, երբ որ ես չեմ ուզում մտածեմ, որ ես թերություն ունեմ։ Ու չեմ ուզում դրա վրա աշխատեմ։ Հասկանում եք, այսինքն մենք պետք է հասկանանք էլի այդ հոգու մակրագործման process-ի սկիզբը ինքը ոնց է, չէ՞։ Հիմա արիացիները իրանք փաստացի խոսում են նրա մասին, որ կենդանիակը, որ Աստված ինքը հենց ամենասկզբից մի հատ շատ կարևոր օգնության ձեռք է մեկնում։ Մենք դա քննարկել ենք, չէ՞ որ Բաղավատամում ինչ ասեց։ Դա որ մի անգամ ամեղ կրկնում է Աստծո անունը, իրան ներվում են իր բոլոր ներկերը։ Հասկանում եք, այդ թեթևությունը, որը զգում է այն անձնավորությունը, որը ինքը մատրել է կրկնում, այսինքն Գերագույն Աստծո անձնավորության անուններն են կրկնում, դա իրականում ոչ մի բանի հետ ամեն մեկը իր փորձով գիտի, որ դա ոչ մի բանի հետ հնարավոր չի փոխել։ Ամեն մեկը ինքը գիտի, ինքը ինչ վիճակում է հայտնվում, երբ որ ինքը ստաբիլ,
իր շրջանները կրկնում է։ Եվ ես միշտ չափազանցված եմ ասում, բայց չգիտեմ, որակի մոտ դե այդպես է, չգիտեմ դեր ոտ ոչ է։ Մի հատիկ, եթե պակաս կրկնում ես, այդ զգացողությունը այդ զարգացումն է էլի, այդ որ ու հոպ դու հայտնվեցիր ինչ-որ մեկ ուրիշ տարածքում։ Ասեք դա պաշտպանվածության, ասեք էներգետիկ լավ վիճակի, չգիտեմ ինչ, ոնց ուզում եք ասել, չէ՞։ Այն մի հատիկ եթե պակաս ես ասում, այդ զամուկը չի պակվում, էլի։ Այ որ ասել է 16 շրջան, հենց իմինը 16 շրջանը կրկնեցի, վсё, շախ պակվում է ու դու դա вообще ուրիշ տեղ ես ստացվում։ Հասկանում եք, ու կյանքը մի հատ լրիվ ուրիշ ձևով ընթանում։ Հիմա, այսինքն գերագույն աստվածավորությունը ինքը ամենասկզբից գալիս է ձեռքը մեկնում, որ օգնի։ Չէ՞, տեսեք օրինակ, ուրիշ կրոնականությունների մեջ դուք հիմա այդ տեսանկյունից ուշադրություն դարձնեք, կենդանիակը ամենասկզբում ու ամբողջ իր կյանքում Աստծո այդ աջակցությունը չունի։ Ինչ են ասում իրան։ Իրան ասում են դու մեղքի մեջ ես ծնվել։ Քանի այս աշխարհում ես, այդ մեղքից չես կարող բարձրանալ։ Ուրեմն դու պրոստը հասկանաս, որ դու կեղտ եղել ես, կեղտ կաս, ու մինչև վերջը կեղտ մնալու ես, հա? Ու ամբողջ կյանքումդ դի Աստծուն խնդրես, որ ինքը քեզ ների այն մեղքը, որը դու չես գործել։ Հարց եմ տալի, այս դեպքի մեջ արդարություն, բարության մասին էլ вообще չեք խոսում, արդարություն կա։ Չէ, լուճ եմ ասում։ Հասկանում եք, չէ՞ что ничего личного։ Ես միշտ ասում եմ, ինձանից առավել թող ոչ մեկ Հիսուսին չսիրի։ Բայց իր համար միշտ ավելացնում եմ։ Ինձ համար Հիսուսը եւ հին կտակարանը դա երկու տարբեր բաներ են։ Եվ ես այո, համառորեն պաշտպանում եմ Հիսուսի անունը հին կտակարանի ազդեցություն։ Համառորեն։ Հասկանում եք, չէ՞։ Որովհետև ինքն էլ էր այն ազդավորությունը, որ ինքը հասկանում էր, որ գերագույն ազդավորությունը ինքը հենց ամենասկզբից անում է ամեն ինչ, որ հեշտացնի կենդանիների հոգևոր կյանքը։ Հասկանում եք։ Ու տեսեք, հավատանք, չհավատանք։ Եթե զգում եք, ես դա շատ հաճախ եմ կրկնում։ Դա շատ կարևոր է, որ հոգևոր մարդու գիտակցության մեջ նստի, որ իրան մեղքերը ներված են։ Շո ներված են, ինքը ոչ մի կարիք չունի, մտեղ այդ բանից ինչն եմ արել, այդ ցավ ներված է։ Կարևորը այն է, թե դու ինչ ես անում հետո։ Այ երբ որ քեզ ներվեց ամեն ինչը, դրանից հետո ինչ ես անում։ Չէ՞, ու երբ որ դու փորձում ես տեսնել մաքրությունը, Աստված ինքը մի հատ այսպես պարնիկ է սարքում քո շուտ, ու այսպես վրա դողալով քեզի տանում է։ Որ այդ մազիդ վրա մի հատ քոշի հանգած չնստի։ Եթե ինքը այդ ազնվորությունը չի, ինչի համար ցկտես դեպի իրան։ Ինքը ով է ոնց։ Եթե ինքը այն ազնվորությունն է, որ կարա, ինքը ամեն ինչ այնտեղ ստեղծի, ինքը պրովոկացիան ստեղծի, վերջում էլ կանգնի ասի, հիմա դու սա կյանքդ պետք է ոտներս ընկած ինձի խնդրես, որ ես քեզ ներեմ, ինչ որ դու չես արել։ Եթե ազնվորությունն է, որի հանդեպ կարելի է ձգտել գնալ, ու մեկ է, ուզում է մենք գիտակցենք, ուզում է չգիտակցենք, այդ ենթագիտակցության մեջ նստում է, ենթագիտակցությունը գիտակցականից ավելի խելացի է։ Հա, իր մեջ նստում է, որ ես գործ ունեմ մի երևույթի հետ, որ չի իմաստ չունի այդտեղ ցկտելա։ Ու այդ ժամանակը, որ կրոն ինքը դառնում է ձևական։ Ինչի է ձև, ինչ է նշանակում ձևական կրոն։ Ձևական կրոն դա նշանակում է, ես մտում ընդունում եմ Աստծուն, բայց հույս եմ դնում մենակ իմ վրա։ Ռեալ։ Դա չէ ձևականությունը։ Ես պիտի չես ստանամ այդ հենարանը։
որ ես գիտակցեմ, որ ես ճանապարհ ունեմ անցած։ Ես այդ ճանապարհի մեջ միշտ իրան իմ կողքին եմ զգացել։ Ու դրա համար է, որ սիրում եմ։ Չէ՞, չէ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, եւ ամենասկզբում, չէ՞, ինքը այսա կարևոր է, որ ազնվորությունը ինքը պետք է ճիշտ պահված կտրի, որպեսզի կարողանա, որ իր կյանքը հոգևոր, հասկանում եք, sense հանգիստ, սահուն, փափուկ անցնի։ Ու այն ինչ որ բարենպաստ էր, հիմա ոչ թե զարգանալու, այլ բացին վերցնելու, հոգևոր կյանքը վերցնելու համար, դա որակավորում ունեցող հոգևոր ուսուցիչներ, հաջորդ կարևոր բանը, այդ ուսուցիչի ճիշտ վարվելն էր, սրբավայրերն էին, սուրբ ատրիբուտները, չէ, ասենք, այստեղ նշվում է, որ ազնվորությունը ինքը կարող է խոնարհվի սուրբ ծառերի, չէ, նկարացիներ իրանք ունեն սուրբ ծառեր, բոլոր հեթանոս աշխարհի ազգերը իրանք ունեցել են ծառի վրա ցանկություն կապելու բանը, այդ սովորությունը ինքը արիացիներից է, արիացիները իրանք նկարագրում են, որ իրանց մոտ ռեալ եղել են ծառեր, որոնց կողքը, եթե մարդը, իրանք այդպես էին էլի նկատում, որ իրանք այդպես էին նկատում, որ բան է, ասեք, որ երբ որ իրանք այդ ծառի մոտ ինչ-որ մի ցանկություն են ունենում, հետո գտնում են այդ ցանկությունը իրականանում է, կոնկրետ տենց բան է, չէ, հասկանում եք, ու լավ տեսեք ասենք, մեր ժամանակներում ընդհանրապես այդ բաները իրանք շատ կողքից երբ որ նայում ես, չէ, իրանք շատ այդպես ծիծաղալու բան ունեն, էլի մեջները, այդպես պադոբրամը, ոչ թե չարամիտ ծիծաղալու, էլի, որ ասենք մարդիկ իրանք այնքան կարիք ունեն, որ իրանց ցանկությունները կատարվի, այնքան անզոր են իրանց զգում ես աշխարհում, չգիտեմ, ինչ որ ամեն մի տեղ որտեղ մի հատ թուփ են տեսնում, եկեղեցու կողքը, տեսնում ես սա ամեն մի այդ կապած այդտեղ թաշկինակը, չգիտեմ, թելի կտորը, ես ինչ որ մեկի հույսն է, չէ։ Ինչ որ մի խնդիր լուծելու, կամ չգիտեմ ինչ, հասկանում եք, ու ասենք մարդիկ նույնիսկ չեն նկատում, որ ասենք ոչ մի ազդեցություն այդ բանը չի ունենում։ Հա, կարող են լինել իրանց մեջ այնպիսի մարդիկ, որոնց իրանց ենթագիտակցությունը շատ ուժեղ է, ու այդ ծեսը հենց ինքը դառնաբան, որ հենց ինքը իր բանը, ասենք, ենթագիտակցությունը այն սիտուացիան, որի համար ինքը դա անում էր, իրականանա։ Բայց դա հարոններից մեկի մոտ է այդպես լինում։ 99 տենց կապ չունեն իրանց ենթագիտակցության հետ։ Հասկանում եք։ Ոչ մեկ չի նկատում, մեկը համառ են գնում են, կապում են, գալիս են, ոչ բան չփոխվում, հա, հետո միսակա որ գնում են, նորից կապում են, ինչի համար չէ, այդ անիմաստ գործողությունները իրանք շատ են, էլի, հոգևոր կյանքում միշտ պետք է շատ ուժեղ կենտրոնացած լինել արդյունքի վրա, հասկանում եք, շատ ուժեղ, այն մարդը ինքը արագ է շարժվում հոգևոր կյանքի մեջ, երբ որ ինքը շատ ուժեղ կենտրոնացած է արդյունքի վրա, չէ, հիմա տեսեք օրինակնեք, ասում է, չէ, սկիզբը դա բարոյականության կարգավորիչ սկզբունքներն են։ Բարոյականության կարգավորիչ սկզբունքները կենդանի էակին պիտի դարձնեն երջանիկ։ Ճա։ Եթե չկա այդ արդյունքը, ինչքան էլ ուզում ա դուք պարտականություն կատարող լինեք, դա միշտ նշանակում է, որ ինչ-որ մի բանը դուք սխալ եք հասկացել։ Երջանկության էներգիան ինքը չի միացել։ Եթե ինքը չի միացել, դա նշանակում է, որ դա առաքինություն չի։ Ու սովորաբար էդի գիտեք որն է։ Տեսեք ասեք, երբ որ նայում եք, չէ, վերջնական կետը ինքը որն է, այն մարդու մեջ, վերջնական կետը բարոյականության ինքը որն է, երբ է, որ մարդը ինքը բարոյական է լինում, բայց դժբախտ, երբ որ ինքը իր բարոյականության պատասխանն է սպասում ուրիշներից, այսինքն ինքը բարոյականությունը վերցնում է, ոչ թե որ այդ բարոյականությունը, դա ուշադրի լսեք, այդ քոքն է, ոչ թե որ այդ բարոյականությունը իրան է պետք, այլ որտեղ դա ինստրումենտ է ուրիշին պետք լինելու համար։ Չէ, այդտեղ, երբ որ ուրիշը ռեակցիա չի տալիս,
ինքը լինում է դժբախտ, բարոյականության օրենքներն էլ անտեսում։ Հասկանում եք։ Այդ դրա համար կենդանի էակը ինքը պետք է այդ բարոյականության օրենքները իր մեջ քննարկի, իրան, որ այսենց իմ բարոյականությունը առաջի հերթին պետք է ինձ։ Եթե իմ ուղեղի վերջի ծալքում մեկը տրպանքն է, ու ես բարոյականությունը վերցնում եմ, որ ծառայացնեմ իմ էգոիզմին վերջնականում, չէ՞, ես բարոյական չեմ։ Այստեղ պիտի հասկացվի։ Ես բարոյական չեմ, ես միևնույնն է էգոիստ եմ, որտեղ բարոյականության օրենքները ինչ նշանակում։ Ճիշտ վերաբերվել ուրիշ կենդանի էակների հետ, չէ՞։ Մի արա ուրիշ բարոյականության հիմքը որն է, մի արա ուրիշների հետ, այն ինչ որ չես ուզում որ արվի քո հետ։ Հիմա այդ որն է։ Այդ ասած մի հատ նորից այդ նախադասություն ինքներդ դուք ասեք։ Այդ ինչի մասին է։ Դա նրա մասին է, որ ես զգում եմ, չէ՞։ Ինքը ասում է, դա ինքը նախադասությունը ինձ հուշում է, ես ինչի վրա պիտի կենտրոնացած լինեմ։ Չէ՞, այ ամեն անգամ, երբ որ ես ինչ-որ մեկի հետ վարվում եմ, ես պիտի կենտրոնացած լինեմ նրա վրա։ Այ երբ որ ինձ հետ սենց անեին, իմ դուրը կգա թե չէ։ Չէ՞, վարժություն կա, չէ՞։ Այդ վարժությունը ինքը լավն է, ասենք այդ հոգեբանական վարժությունը, ինքը նրա համար է, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա, ասենք, իր ամուսնական պարտների հայացքով ինքը իրան նայի։ Ստորացել եմ, չէ՞, ես ես որովհետև դիվոր իմանալ, ովքեր չգիտեն, հեսա նորից կկրկնամ, նորից մարդիկ կան այստեղ, չէ՞։ Այսինքն դուք վերցնում եք թղթի վրա, գրում եք այն ամեն ինչ որ ձեզ դուր չի գալիս ձեր ամուսնու մեջ, կամ կնոջ մեջ, չէ՞։ Հիմա ավելացնում եք մարդու մեջ։ Ինչը ձեզ դուր չի գալիս։ Դրա կողքը գրում եք, թե դուք ինչ ռեակցիա եք տալիս, երբ որ մարդիկ արտահայտում են ինչ որ ձեր դուրը չի գալիս։ Հա՞։ Հետո ծալում եք այդ թղթը եւ կարդում եք պրոստը ձեր ռեակցիաները։ Այդ դուք տեսնում եք, թե քո դիմացինը քեզ ինչպիսին է տեսնում։ Թե քո դիմացինի համար դու ով ես։ Հետո այդ հարց ես տալի, այ եթե ինձ սենց վերաբերվեին, իմ դուրը կգար, թե չէ։ Էսի շատ լավ վարժություն է, էլի։ Բարձրաբանելու համար, թե ինչքանով ես դու հետևում մի արա ուրիշի հետ, ինչ որ չի ուզենա որ անեն քո հետ։ Հասկանում եք, այդ նախադասությունը ինքը ներքին վիճակ է, չէ՞։ Հասկանում եք։ Ու բարոյականությունը ինքը ներքին վիճակ է։ Ես չեմ ուզում ոչ մեկին տառապանք պատճառեմ։ Հասկանում եք։ Ու երբ որ դա ինձ հաջողվում է, ես եմ առաջին մարդը, որ ինքս ինձանից գոհ եմ։ Հասկանում եք։ Ու այդ ժամանակ այդ բարոյականությունը ինքը ինքն է։ Ու ինձ համար մեկ է вообще, ով գնահատեց, ով չգնահատեց, ով ինչ արեց, ինչի, որտեղ ինքը իմ համար էր արժեք։ Հասկանում եք, ինձ համար էր կարևոր, որ ես լինեմ բարի, որ ես լինեմ արդար, որ ես լինեմ ASN, ու դա ինձ համար կարևոր չի, ով գնահատեց, ով չգնահատեց, կարողացան, չկարողացան, ես միշտ ասում եմ ավելի տնական։ Ես հավես եմ անում ինքս իմ հետ ապրելուց։ Ինչու, որտեղ դա իմ ներքին նպատակն էր, չէ՞։ Հիմա տեսեք, այ որ դա իմ ներքին նպատակն էր, ու ես այդ նպատակին հասա։ Հարց եմ տալի, ես կարող լինեմ դժբախտ։ Հա, ուրեմն միշտ հիշեք, բարոյականության օրենքները պահող, բայց դժբախտ մարդիկ, դրանք միշտ կենդանիակներ են, որոնք բարոյականության օրենքները վերցրել են որպես ինստրումենտ էգոիզմը բավարարելու համար։ Ինքը բարոյականությունը իրանց հետաքրքիր չի։ Եվ դա է ամենախորքային քոքը։ Հասկացաք, որովհետև եթե բարոյականությունը անձամբ ինձ պետք է, երբ որ ես ունեմ այդ բարոյականությունը, ես կարող եմ պրոստը տխրեմ, որ ինքը չգնահատվեց, всего-лишь, բայց այն, որ ես այդ մնացի, մեկը իմ ամենավերջի ֆոնը, դա այն է, որ ես ինքս ինձանից գոհ եմ։ Հասկացաք, չէ՞։
Այդ դա է իրական բարոյականությունը։ Ու ինքը անպայման սապրովեժդայեցը ուղեկցվում է երջանկությամբ, որպես մինիմում բավարարվածությամբ ինքդ քեզանով։ Հասկանում եք, ինչ նշանակում իրական առաքինություն եւ ինչ նշանակում առաքինության կամպանիա օգտագործել էգոիզմը բավարարելու համար։ Տարբերությունը զգացիք, հա, ինքը շատ նույն բան է իրականում, չէ՞։ Ուրեմն տեսեք, այս սա է, որ կենթանիակը ինքը գալիս է, մտնում է հոգևոր կյանք, ընդունում է բարոյականության օրենքները, եթե ինքը այդտեղ դժբախտ է իրան զգում, ինքը պիտի հասկանա, որ իրականում ինքը չի դիտակցում, որ բարոյականության օրենքները իրան պետք են հիմա սենց տարիչնի գդայով, էլի։ Հա, այլ ոչ թե հենց բարոյական օրենքներն են պետք։ Հասկանում եք, որտեղ եթե ինքը իր բարոյականության վրա աշխատել է ինքը իր համար, որտեղ իր համար կարևոր է, որ ինքը մաքուր լինի։ Հասկանում եք, ինքը միշտ այդ ինքը իրանով բավարարվածությունն ունի։ Ու իրան ոչ մեկ այդ պլատֆորմայից չի կարող գցի։ Հասկանում եք։ Այդ դա նշանակում է, որ ես ունեմ էտապի արդյունքը, կարող եմ շարժվեմ առաջ։ Հասկացաք։ Քանի այդ արդյունքը չունեմ, այդ ինչ որ ես հիմա քննարկեցի, ուրեմն այդ գիտակցությունը իմ մեջ չկա։ Հասկանում եք։ Ու Աստված ինքը կյանքեր շարունակ համբերատար պահելու է ինձ տեղ, որ այստեղի անցումը դա բարոյականության մեջ հաստատված վիճակն է, իսկ բարոյականության մեջ հաստատված վիճակը դա ինքդ քեզանով բավարարված լինելն է, երբ որ դու ինքդ գոհ ես, որ դու առաքինի ես, հա, ինքդ քո մեջ քո մաքրությունից հավես ես անում, ու քեզ մեկը անդեվափեում իր հայեցով, հա, այդպիսի անձնավորությունները իրանք միած շատ հետաքրքիր որակում են, հազարավոր անշնորհակալ մարդկանց հանդիպեն, հաջորդ մարդու հետ լինելու են նենց, ոնց որ տենց փորձ կյանքում չեն ունեցել, այսինքն իրանք մեկը արտահայտելու են իրանց որակը, հասկացաք, չէ՞, որտեղ իրանք էդի իր համար հավես է այդպիսի լինելը, չգիտեմ էլ իր բարգնեմ, որ բացատրեմ ինչ եմ ասում, չէ՞, հիմա նույնը հաջորդ փուլը դա բանն է, հրաժարումն է, չէ՞։ Այսինքն դու այս անտեղ պիտի գնաս, այսինքն ինչ է ասում Գերասուն աստվածավորությունը, ինքը ասում է, ես քեզ կկանգնացնեմ նյութական աշխարհից դուրս գալու ճանապարհին, միայն նրանից հետո, երբ որ քո մաքրությունից դու ինքդ հավես կանես։ Եվ որ քո մաքրությունը քեզ պետք կլինի, որտեղ վերջնականում ես ինչ պետք անեմ, ես պետք վերականգնեմ իմ հոգու մաքրությունը, չէ՞։ Այդ դրա համար, որ ես վերականգնեմ իմ հոգու մաքրությունը, առաջին քայլը այն է, որ ես հասնեմ իմ կեղծ եսի մաքրությանը։ Այդ է այդ ճանապարհը, որ սկսում է այն առաջ բացվել այդի, որ ես հետո պիտի հավեսով չեմ մտնեմ այդտեղ, որ հայտնաբերեմ իմ հոգու մաքրությունը, հասկանում եք, իսկ եթե ես հավես չեմ անում դաժե կեղծ եսիս մաքրությունից, ու էդի կախված է նյութական աշխարհում, հիմա կներեք, բայց դի կոպիտ ասեմ սևը ստիկտակով էլի, ամեն մի այլանդակի վերաբերմունքից թե ինքը գնահատես, թե չգնահատես, ճանճը չգնահատես, ես ընկաջարտվեցի, փշրվեցի, վայ բան, ни один козел не строил, ни одна шлюха не стоила, ես ինչ եկա այդ բանաձևերին, ինչ հոգի, ինչ զարգացում, հասկանում եք, հոգևոր կյանքը ինքը ահա որ բան, էդի ճանապարհը դեպի սեփական մաքրությունը, ու այդ ճանապարհը ինքը ներքին խալմաղալ չի սիրում, իսկ քանի ես ուրիշներից եմ գնահատական սպասում, ես ներքին խալմաղալի մեջ եմ, իմ մեջ մստական այդ մտքերն են, էսի արեցի, էսի չգնահատեց, ըստեղ սենց արեցի, էսի խատեց, ըստեղ մեծ արեցի, ինձի դավաճանեցի, վայ, բույս, խոր, բան, լաց, կոց, էդի այն մտնոլորտը չի, որտեղ դու կարող ես բռնես այդ տրելը, հասկանում եք, քո ներսը պետք է հանգիստ լինի,
Իսկ ինքը հանգիստ է մենակ այդ ժամանակ, ես գնամ դեպի իմ հոգու մաքրությունը, ու այդ նշանակում է, որ ինձ հետաքրքրի այդ մաքրությունը, ինքը իմ համար դե կարևորը լինի, հա? Հիմա եւ գանք ամենավերջի եւ ամենակարևոր ակցենտին, եւ ես գիտակցեմ, որ կամ մի անձնավորություն, որը եթե ամբողջ տիեզերքը էցի չգնահատի, ինքը այդ գնահատելու է, այդ Աստվածն է։ Իսկ երբ որ ես կանգնել եմ հոգևոր ճանապարհի վրա, ես ասել եմ օգնի ինձ հասնեմ քեզ։ Ու այդ ճանապարհին ամեն մի ճիշտ քայլ ինքն է, որ պիտի գնահատական տա, հասկանում եք։ Ու մենք դա ձեզ հետ քննարկել ենք, չէ՞, ոնց ենք իմանում իր գնահատականը։ Ինքը շարունակում է մեզ տալ զարգացման գիտելիքը։ Եվ ավելի նոր, ինքը թույլ է տալիս, որ մենք սկսենք իր մասին մտածել։ Ես միշտ որ ես նախադասությունը ասում եմ, մարդիկ մի բան զարմանում են, ոնց բայց ամեն ինչ ենք անում, մտածում ենք։ Ես միշտ ասում եմ, այ հենց հիմա մի հատ նայեք ձեր մեջ, ու դուք կտեսնեք, որ դուք երբեք իր մասին չեք մտածում։ Դուք միշտ մտածում եք ձեր մասին հոգևոր կյանքի մեջ։ Բայց իր մասին, հա, ու դա սիմպտոմներից ամենակարևորն է, որ ինքը դուրս է եկել հանդեպման։ Ինքը թույլ է տալի, որ իր մասին մտածես, որ իրան հիշես, ինը իրան։ Այ ոչ թե այն թե դու ինչ ես ուզում ելնես հոգևոր կյանքում։ Հասկանում եք։ Իսկ ինքը դա թույլ է տալիս մենակ ռեալ մաքրության դիմաց, ուրիշ ոչինչ է։ Աստված է այն ազնվորությունն է, որը բոլորիս մասին ամեն ինչ գիտի, իրան հնարավոր չի ոչ խաբել, ոչ ձևը տապել, որպեսզի ինչ։ Այ այդտեղ է, որ այդ փորձությունները գալիս է։ Երբ որ մենք փորձում ենք խաբել ինքներս մեզ, առավել եւս փորձում ենք խաբել Աստծուն։ Հա? Ներկայացնելով մեզ այն, ինչ որ մենք դեռ չկանք։ Այդտեղ Աստված կներեք sense բան, մի հատ շաբլիկից վեսնումա, sense մի հատ խփում ասֆալտին, sense մի հատ մարդ արավ sense անում, ասում այն մալ տեսան, ով ես, այ ես գիտեմ մտցնում է մեր թերությունների, արատների մեջ։ Մենք պետք է հասկանանք գերագույն Աստծո ազնվորությունը արատավոր կենդանիների հետ չի շփվում։ Ուրեմն, երեխեք ջան, եւ հաջորդ պակետը, որը մենք պետք է կարողանանք հասկանանք, պետք է պայմանավորենք ունենք, դա այն գործողություններն են, որոնք իրանք խոչընդոտում են։ Հա, այսինքն մենք քննարկեցինք այն ինչ որ օգնում է, որ վերցնես, դեռ ոչ թե առաջ գնաս, այլ ճիշտ վերցնես հոգևոր կյանքը, հա։ Եվ հաջորդը դա նա է, որ մենք պետքա ճիշտ հասկանանք, թե իսկ ինչը մենք պետքա չանենք, հա, որը որպեսզի մենք կարողանանք, ասենք, հոգևոր կյանքում արդեն սկսել խորանալ։ Այսինքն, այ մեզ բերեցին, կանգնացրեցին, ինչ որ բան է պետք որ մենք վերցնենք այդ տվածը, դա հոգևոր ուսուցիչն է առաջի հերթին, չէ՞, ինքն է մեր բանը է, պրավադնիկ, հա։ Այսինքն այնտեղ կանգնած են երկու հատ պահակ։ Այդ կորիդորի մեջ ոչ մեկ չի կարող մտնել։ Դա նյութական աշխարհում էլ է, չէ՞, այդպես։ Կամ դու պիտի կամ տոմս ունենաս, կամ գիդ։ Չէ՞։ Այ հոգևոր ուսուցիչը ինքն է գիդն է, որը ինքը գալիս է, մակնես մա դուք ով եք, ասում ես մենք իրար հետ ենք, ասում եմ լավ անցեք։ Հասկացա։ Հիմա եթե դա ինքը իրական հոգևոր ուսուցիչ չի, ինքը ասում է իսկական գիդ չի, հովանավորված գիդ չի, ասում են կներեք, իրար հետ ստե չեք կարող ասնեք, գնացեք ընդ ձևացրեք, որ հոգևոր կյանքով եք զբաղված։ Գնացեք այցի այստեղը, հա, փորձեք կան ստանաք, չկան կան, վсё։ Հասկանում եք, հա։
Եվ ուրեմն մենք տեսանք, որ երբ որ արդեն մենք խոսում ենք նրա մասին, թե ինչն է վտանգավոր, առաջինը, ինչը որ Թակվինոթակորը քննարկեց, դա այն էր, որ ազնվորությունը ինքը պետքա շատ զգուշ լինի, որպեսզի չվիրավորի սուրբ ազնվորություններին, չվիրավորի իրանման հոգևոր կյանքի մեջ ներգրավված կենդանիներին եւ չվիրավորի հոգևոր կյանքի ատրիբուտները, չէ՞։ Ինչ է նշանակում չվիրավորել։ Գիտեք, սենց էլի երեխեք ջան, էդի ինքը շատ կարևոր է աստվածամերժության դարաշրջանը։ Ինչի համար։ Որովհետև աստվածամերժության դարաշրջանի ապրողները այն նշանակում էգոիստ։ Էգոիստը առաջին նշանակում է, որ ազնվորությունը ինքը չգիտի հարգել ուրիշներին։ Պրոստը հարգել, չգիտի։ Ինչ է նշանակում հարգել չգիտի։ Դա նշանակում է, որ ինքը իրան կարող է թույլ տա, ոնց ուզում է տենց վարի։ Չէ՞։ Օրինակ ասենք, եթե ես ձեզ հարգում եմ, ես ինձ երբեք թույլ չեմ տա, չէ՞, ասենք օրինակ բռնեմ ձեր մազերից քաշտամ ինչ-որ մի տեղ։ Չեմ թույլ տա, չէ՞։ Եթե ես դա ինձ թույլ եմ տալի, դա նշանակում է, որ ես ձեզ չեմ հարգում։ Հոգեբանները կասեն, դա համել նշանակում է, որ դու ինքդ քեզ չես հարգում, դրա համար քո դիմացինն է ինձ իրան թույլ է տալիս։ Բայց մենք գիտենք պատմությունից, որ դա այդպես չի, եղել են շատ, այսպես իրական բարձրաշխարհիկ եւ կանայք եւ տղամարդիկ, ում տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ներկայացուցիչները հաճույք են ստացել անհարգելուց։ Հաշվի չնստելով նրա հետ, թե ազնվորությունն ինքը իրան հարգում է, թե չի հարգում։ Հասկանում եք, չէ՞։ Եթե իմանալին է շատ սպորնի հայտարարություններ են։ Տեսեք սիրելիներս, չէ՞, այսինքն ինքը այս է, որ հոգևոր կյանք որ մտար, հոգևոր Աստված քեզանից էդ է պահանջում, ասում է առաջերտին սովորի հարգել։ Հա։ Հիմա կոպիտ հարգանքը դա մարմնի հանդեպ հարգանքն է։ Երբ որ մենք ճիշտ ենք վարվում կենդանիների մարմնի հետ։ Նուրբ հարգանքը դա ցանկությունների հետ է կապված։ Եվ մեկ-մեկ մարդիկ իրանք են ցանկությունների հետ կապված հասկանում են տենց, որ դա նշանակում է, որ մարդը ինքը պետքա բանելի, ասես նվիրալների կամ հոգևոր մարդկանց նյութական ցանկությունները կատարի, չէ։ Վիրավորանքը, երբ որ դուք թույլ չեք տալիս, որպեսզի կենդանիակը ինքը իրականացնի իր հոգևոր ցանկությունները։ Պատմել եմ, չէ՞ դες երեքնացուց ոնց եմ մեռացել։ Հասկացաք, այդ բաները չի կարելի թույլ տալ։ Երբ որ օրինակ ասենք կա ինչ-որ մի ծառայություն, չէ՞ օրինակ տոնա լինելու, չէ՞, եւ ինչ-որ մեկ մի նվիրալ, որին ոչ մի ծառայություն չեմ տվել, մոտենում է մեզ եւ ասում է, ես էլ եմ ուզում մի բան անեմ, չէ՞։ Դուք ասում եք, չէ, այդ ծառայությունները բոլորը բաժանված են։ Դա կոպիտ է։ Հա, միշտ կարելի է գտնել ինչ-որ մի փոքր բան, որը կարելի է վստահել մարդուն եւ իրան ուրախություն պատճառել, որպեսզի ինքն էլ իրան զգա մասնակից։ Հասկանում եք։ Կամ ասենք հերթի դնել, որ այս տոնին այս մարդիկ են, այս ինչ բաներ անում, որտեղ առաքինությունը դա հերթի պատրաստականությունն է, չէ՞։ Մյուս տոնին այս ինչներն են անելու։ Եվ դա կարելի է քննարկել նախապես, որպեսզի այն մարդը, որը այս տոնին ոչ մի բան չստացավ, ինքը հանգիստ լինի, որ իր հերթը ուղղակի մյուս տոնն է։ Եվ ինքը ոչ մի առիթ չունի հիմա դժբախտանա, որ իրան ոչ մի բան չտվեցին, որ ինքը աներ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն կենդանի էակի հոգևոր ցանկությունները այդ է։ Երկու վիրավորանք կա, թույլ չտալ, որպեսզի կենդանի էակը իր հոգևոր ցանկությունը իրականացնի եւ կենդանի էակի վրա փաթաթել սեփական հոգևոր կյանքում ցանկությունը։ Այսինքն հիմա էլ չի կարելի հակառակը անել։ Երբ որ կենդանի էակը ինքը ասենք
օրինակի համար չի սիրում ակտիվ լինել, այսի մարդիկ կան։ Եվ ինչ-որ իրան մոտենում են, ասում են, դասի դու չես հասկանում, որ հոգևոր կյանքում բոլորս ունենք պարտականություններ, ես ինչ հա, մենակ մենք չենք անելու այդ ամեն ինչը, ամեն տարի պարտավոր չեմ մենակ ես էդ անեմ, հա, այս տարի քորերն է, ու ինքը թե չի ուզում անի։ Հա? Այդ երկուսը իրանք վիրավորանք են։ Տեսեք ինչքան նուրբ է, չէ՞, զգացիք բարձր ինչի մասնախոս կա, ինչն է Կրիշնան համարում վիրավորանքը։ Երբ որ մենք հաշվի չենք նստում դիմացինի պատմության հետ։ Հասկանում եք։ Այս սխալը, այս վիրավորանքը սովորաբար հասցնում են Աստծուն կամ հոգևոր ուսուցչին շատ սիրող աշակերտները, որոնք իրանք մտածում են, որ բոլորը հոգևոր ուսուցչին սիրում են նենց, ոնց որ սիրում են իրանք։ Ու իրանք ոչ մի ձևի չեն կարողանում պատկերացնել, օրինակ էլ հոգևոր ուսուցչի իր օրինակը բերեմ, որտեղ Աստված նրա համար դա բան է, չէ՞, բայց ինքը հոգևոր ուսուցչին Աստված ինքը այս դրա համար դեմ է տալի, որ էդի փոխադարձ Մենք ասած, այո։ Մարտին ունեցող հոգևոր մանտա, որը այդտեղ տրենիրովկա են անում, էլի, հասկացա՞ք, չէ՞։ Հիմա ինչ-որ մեկը հոգևոր ուսուցչի շատ սիրում է։ Ու իրան թվում է, որ բոլորը այդ հոգևոր ուսուցչի, իր հոգևոր ուսուցչի սիրում են նենց, ոնց որ ինքը։ Հասկանում եք։ Իսկ ինչ-որ մեկը հոգևոր ուսուցչի հանդեպ ունի Պատրիբիցևսկի այս պարոնական նպատակներ, իրան ընդհանրապես այդ ուսուցիչը ոչ որպես անձնավորություն է հետաքրքրում, ոչ որպես կենցաղային խնդիրներ, ոչ մի դաշտում չի հետաքրքրում։ Իրան հաճելի է, երբ որ ինքը գալիս է, լսում է, հիմա ասենց ասեմ, էլի, ուտում խմում գնում է։ Ինքը ոչ մի բան չի ուզում անի։ Ու սա ով որ սիրում է հոգևոր ուսուցչին, կուզազում է։ Հա, մեկ է գալիս է։ Դու անգշեղ չունես այս ինչ, բան սենց, դու չես ուզում դու էլ, որ դու չես հասկանում ինչ անժանակում հոգևոր ուսուցիչ, էսի նարմասնա չէ, չեմ հասկանում, չէ, լավ էլ հասկանում եմ, ինձ իրա գիտելիքն է, պետք լսում եմ, ինչ արվել որ։ Հասկացաք, չէ։ Այսինքն հոգևոր կյանքում շատ կարևոր է ոչ սիրո հիմքի վրա բռնաբարել, ոչ էլ ատելության։ Հասկանում եք։ Եվ եթե դուք տեսնում եք, որ ոնց է, էլի ասենք հիմա, պարզագույն օրինակի վրա բերեմ։ Դուք միշտ տեսել եք, որ ասենք, երբ որ ես նստում եմ դասախոսություն կարդալու, ինձ ջուր են բերում։ Չէ՞։ Հիմա, այսօր կարող է պատահի ջուր բերողը չկա։ Եվ մարդիկ իրանք տենց են վերաբերվում, որտեղ դա այս ինչ նվիրված ծառայությունն է։ Ինքը բան միանգամից վազում է ջուրը բերում է, չխանգարեք։ Մենք էլ մի ուրիշ բան կանենք, չէ՞։ Հա? Հիմա, եթե այդ օրը այդ ազնվորությունը չկա։ Եթե մարդիկ իրանք ներսից այդ նույն զգացողությունը չունեն, ինչ որ այդ աշակերտը, չէ՞, ես կմնամ առանց ջուր։ Որտեղ ոչ մեկ չի նկատի, որ ես ջուր չունեմ։ Հասկանում եք, այս մեղադրանք չի էլի, հոգեբանությունն ենք քննարկում։ Եվ այդտեղ ես ով տիրն եմ, որ ասեմ, լսեք, բա իմ ջուրը խիչը բերեցիք, ասեք ինչքան կոպիտ է, չէ, եղք միանգամից։ Չես ես միանգամից եղք։ Ինքը միանգամից մտավ այդ պարտադրանքի, չգիտեմ ինչ մեծ, այդ էլի այդ, որ ինքը դարձավ կարգավորից սկզբում։ Տիպա դուք հիշում եք, ես ով եմ, բայց ջուրը սուր է, չէ, ուրս է, դա մեջը դարձում է զզվելի այլանդակ բան, չէ։ Հասկանում եք, իրական հոգևոր մարդը ինքը տենց չի կարող վերաբերվի, ինքը շատ նուրբ է։ Ինքը ասես նայում է, տեսնում է իրա ջուրը չկա, ինքը նույնիսկ չի ասի ինձ ջուր բերեք։ Որտեղ ինքը մտածում է, այստեղ նստած են մարդիկ, որոնց համար մեկ է այս ջուրը, թե չէ, ու ինքը հետի պուստը ընդունում է։ Ու սենց էլի առանց ջղայնության, առանց վիրավորվելու, ռեալությունը դա է։ Ու դա նշանակում է հաշվի նստել բնության հետ։ Հասկանում եք,
Այս ինքը շատ կարևոր սկզբունք է։ Երբ որ մենք չենք կարողանում դիմացինի բնության հետ հաշվի նստենք, մենք բնություն ենք գործում իր բնության վրա։ Եվ հիմա տեսեք, երբ որ դա անում ենք հոգևոր մարդկանց հանդեպ, դա վիրավորանք է։ Զգացիք ուրատանում Աստված, ուրատանում։ Ինքն ասում է ամենակարևորը ոչ թե այնա, որ մարդը ինքը չուզելով ինչ-որ մի բան անի, կարևորը մենակ այնա, որ հոգևոր դաշտում ինքը ինչ-որ անում է, էդ անում է ուզելով։ Հասկանում եք, ինչի է դա գերագույն աստվածաշնչության համար այդ կան։ Այստեղ մենք իրան ենք չէ ճանաչում, երբ որ ինքը մեզ առաջին է դա ասում մի վիրավորի, այսինքն մի կոկորդին կանգնի, եթե ինքը ցանկություն ունի հոգևոր կյանքում ինչ-որ մի բան անելու, ու մի փաթաթի վրա իր վրա այն ինչ-որ ինքը չէր ուզում անել։ Այդ ինքը, բայց ինքը այդ մարդուն ոնց պաշտպանեց։ Ինքը ասեց դիսկոմֆորտի մեջ մի մտցրու։ Մարդը հոգևոր մարդը ինքը պետք է կոմֆորտի մեջ լինի։ Ինքը պետք է անի այն, ինչ որ ինքը ուզում է անի։ Հանգիստ կարող ես սովորացնես ինչն է ճիշտը, բայց հետո վերջում իրան թողնես մենակ, որ այդ ես գիտեք Բhagavad Gita-ի վերջում, չէ՞, ասես կարդում ես ինքը ահավոր իմաստություններ պարունակող մենք իր մեջ սուտ գրվածքը։ Բայց ամենամեծ բավականությունը Բhagavad Gita-ում ես ստացել եմ այդ Քրիշնայի վերջի տեքստերից։ Եվ որ այդքանը խոսալուց հետո Քրիշնան ինքը ասեց հասկացարից, Աջանան ասեց, ասեց դե հիմա ինչ ուզում ես ընկնա։ Հասկացար, չէ՞։ Այսինքն որ վերջի կետը, որով Աստված ինքը հարաբերություն է կառուցում, դա այն չէր, որ ինքը որ Աջանան ինքը ասեց հասկացար, Քրիշնան ասեց դե ուրեմն հիմա հասկանում ես, չէ՞ որ պարտավոր ես անես ինչ որ ես ուզում եմ։ Այդպես չասեց։ Ասեց ինչ ուզում ես, այն էլ արա։ Կարևորը որ դու հասկացար ես ինչ եմ ուզում։ Ու դու հիմա ազատ ես իմ ցանկության հետ, անես այն ինչ որ դու ես ուզում։ Ես մի որ բան կրտում եմ, քո հետ թե առանց քեզ, Կուրուքշետրայի ճակատամարտը մեկը լինելու է, ու Դուրյոդհանան մեկը թաղվելու է։ Այսինքն դունդրի։ Հասկացեք, չէ՞։ Այսա ինքը Աստծո այն ամենանախասկզբնական քայլերի ժամանակ, ես իր ամենակարևոր որակներից մեկն է։ Հասկանում եք։ Դրա համար նույնիսկ կարգավորի սկզբունքների էտապը չի կարելի իրականացնել կարգադրանքով։ Հասկանում եք։ Ու դրա համար ինքը միշտ սկսում է սենց։ Ես կարողանում 16 կրկնի մի շրջան։ Ընտելացար մի շրջան կրկնելով, փորձի դարձնել երկու։ Ու այդպես կամաց, տոտիկ, գնա առաջ։ Բայց գնա ուղիղ այնքանով, ինչքանով որ քո համար հաճելի է։ Այո, որ ասում են մի վիրավորեք, մի բան անհրաժեշտ։ Մի նեղացրեք հոգևոր մարդուն։ Թողեք, որ ինքը իր հոգևոր կյանքի մեջ լինի երջանիկ ու ազատ։ Հասկանում եք, որտեղ բռնությունը ինքը առանց հոգևոր կյանքի է։ Այնքան Աստված է, որ այսեց, չէ՞, որ Աստված ինքը ինչ է ուզում, ինքը դա ուզում, որ երբ որ հենց սկզբից դու եկար, այդ բոլորը իրար կարողանաք տալ այդ ազատությունը, որ ամեն մեկը Աստծո համար անում է այն, ինչ որ ինքը ուզում է, այն ինչ որ իր համար հաճելի է։ Հիմա կա երկու գաղափար, որ այստեղ շատ կարևոր է։ Մեկը դա նա է, որ այո կան օրենքներ, որ ասենք Աստծո հետ, կամ հոգևոր ուսուցչի հետ, կամ նվիրյալների հետ, ճիշտը այս սա է։ Հա? Եվ դա անպայման, եթե ես ինձ համարում եմ հոգևոր մարդ, ես անպայման պիտի դա ընդունեմ, որ այս սրանք են ճիշտը։
բայց այդ ճշտի մեջ ինձ համար որն է հաճելի, ես ընտրում եմ ինքս։ Հասկացա՞ք, չէ՞։ Օրինակ ասենք, ճիշտը դա նա է, որ լսես, գովերքես, երկրպագես, պրասատ, մանտրա, բան չգիտեմ, ես են, չէ՞։ Հիմա այդ ամեն ինչի մեջ, որն է իմը, որի մեջ եմ ես ինձ լավ զգում։ Ինչ-որ մեկը կա, որ իրան շատ լավ ազգում Աստծո երկրպագություն անելու մեջ, չէ՞։ Մեկ ասիկն ծառայություն անելու, մյուսը լավ ազգում լսողության մեջ, մյուսը լավ ազգում, չգիտեմ, պրասատ անելու մեջ, մյուսը լավ ազգում կարդալու մեջ, մեկը մանտրա կրկնելու մեջ, չէ՞, այդ ճշտի մեջ չի կարելի բռնանալ կենդանի։ Այդ ճշտի մեջ ինքը պետք է անի այն, ինչը որ իրան լավ է, հա, ինչի, որովհետև կենդանիակը իր նախասկզբնական բնությունով երանության համար է նախատեսված։ Ու գերագույն Աստծո անձնավորությունն է այն անձնավորությունը, որը մեզ ստեղծել է երանության համար, հասկանում եք։ Դրանալ իր համար հենց ամենաառաջի քայլերից հաճելի չի տեսնել, որ դու մտար հոգևոր ճանապարհ բռնաբարված։ Վիրավորանքի էությունը սա է։ Հասկանում եք։ Հաջորդը, ինչը որ չի կարելի անել, չէ, դա մենք չեմ հիշում անցյալ անգամ քննարկել ենք, թե չէ, դա այն է, որ կենդանիակը ինքը պահպանում է իր հակումը խփել ոչ հոգևոր մարդկանց շրջապատում։ Այստեղ է, որ անձնավորությունը ինքը կարող է արտաքին աշխարհի համար ընկալվի որպես աղանդավոր։ Որովհետև այս սկզբունքը ինքը շատ հետաքրքիր է։ Տեսեք հիմա, ամեն մի սկզբունք ինքը կարելի է վերցնել մեխանիկորեն, մեխանիկորեն վերցնելը միշտ բերում է պրոբլեմների, իսկ Բաղդասարյանը Թակուրը ինքը միշտ տալիս է սկզբունքի ներքին վիճակը։ Հա? Ինչ է նշանակում не общаться с обществом непреданных։ Մենք տեսეთ, եթե հիշում եմ, անցյալ անգամ քննարկել ենք այն բանը, որ մարդիկ իրանք սովորաբար այդ սխալն են անում, որ եթե իրանց հոգևոր դաշտում, իրանց այդ առաջի պունկտով վիրավորում են, այսինքն կամ չեն թողնում, կամ ինչ-որ բան են պարտադրում, իրանք այսպես խախտվում են, ինձ իստեղ բռնաբարեցին, կամ ինձ իստեղ նեղացրեցին, կամ ինչ-որ բան պարտադրեցին, կամ չթողեցին, վсё, ու ինքը վերադառնում է իր նյութական կապերի մեջ։ Ու թողնում է հոգևոր մարդկանց շրջապատում։ Սա իր հոգևոր ճանապարհի գերեզմանն է, այդ քայլը։ Հիմա տեսեք, մի կողմից ազնվորությունը ինքը պետք է մնա հոգևոր դաշտում։ Մենք քննարկեցինք, չէ՞, որ եթե արդեն շատ վատ է, գնում ենք մակրոդավիրատների մոտ։ Բայց ինչի մասին է այստեղ։ Այստեղ նրա մասին չի հասկանում եք, որ հոգևոր մարդը ինքը դադարում է շփվել այդ աշխարհի հետ, որի մեջ ինքը ապրում է։ Եթե կրոնը ինքը մեզանից դա է պահանջում, ինքը անարդար դաժան կրոն է։ Ինչի համար, որովհետև մենք ամեն մի անձնավորություն, քանի դեռ ինքը նյութական մարմնի մեջ է, նյութական մարմինը ունի կարիքներ։ Այդ կարիքները մարդը ինքը կարող է բավարարի միայն ու միայն այն ժամանակ, երբ որ ինքը հասարակության մի մասնիկն է։ Հասկանում եք։ Բաղդասարյան Թակուրը ներքին ֆակտորի նրբությունն է տալիս։ Ինքը ասում է, դուք շփվել եք նյութապաշտի հետ։ Այ, ասիկան, եթե դուք ուզում եք միլիոն հոգու հետ շփվեք, բայց շփվում եք գործնական։ Հա? Այսինքն, որ այսի պետք է անել։ Օրինակ, ես դաժե ասացել ամենամտերիմներից վերցնեմ, չէ՞։ Դուք ներսից կարող արդեն կտրված լինեք, նույնիսկ ամենամտերիմ ընտանիքի անդամներից։ Ինչու՞, որտեղ արդեն ուրիշ հայացք ունեք իրանց վրա։
Դուք իրաց արդեն տեսնում եք որպես էգոիստներ, որպես շահագործողներ, չէ՞ որպես ինչ-որ բան, ինչ-որ մի բնություն ունեցողներ, որ առաքինության հետ իրականում կապ չունի, բայց մեկ է, իրանք էլ կենդանի են, իրանք ինչ-որ միտեղ ձեզ սիրում են, ինչ-որ միտեղ կապված են, ինչ-որ միտեղ շնորհակալ են, չէ՞, ես են, ինչ-որ հարաբերություններ կա, որտեղ կան թերություններ եւ կան ինչ-որ հաճելի բաներ։ Վակտինո Թակուրը ինքը ասում է դուք ունեցել եք նյութական շփում, եթե շփման ընթացքում հաճույք եք ստացել։ Եվ դուք կարող եք միլիոն հատ նյութական գիտակցություն ունեցող կենդանիակի հետ շփվեք, դուք ոչ մի շփում չեք ունեցել, եթե այդ շփումը չեք վայելել։ Տեսեք ինքը միանգամից գնաց ներքին աշխարհ։ Հասկացաք, չէ՞։ Հասկացաք ինչի մասն է խոսքը։ Դուք իրականում շփում չունեք, եթե այդ շփումը չեք վայելում։ Այսինքն որ դուք մոռացաք вообще, այդ բանին մոռացաք ինչ եք, ինչ ասա, նյութական շփման մեջ մտակ ու այն մույթ փուփուս բան, չէ՞։ Դուք վայելեցիք շփումը, դա նյութական շփում էր։ Չէ՞։ Հիմա սա չի նշանակում, որ հոգևոր մարդ ինքը սառն է։ Չէ, ինքը как раз հակառակը, հոգևոր մարդը ինքը քանի գնում այդքան նրբանում է, ու քանի գնում այդքան ավելի սուր ազգում, ինչ նշանակում ուրիշի մեջի կյանքը։ Էդի как раз գունաների մեջ է, որ ինքը այդքան լավ չի զգում։ Հասկանում եք։ Դրա համար հատկապես երբ որ ցածր գունաների մեջ կենդանիակներն են իրար հետ շփվում, իրանք միշտ վերջում մնում են մի հատ իրականության մեջ, չէ՞ որ հասկացված չեն։ Ոչմ դուք մտածում եք, որ մենակ դուք հասկացված չեք, բայց նա ում հետ դուք շփվում եք, ինքն էլ մտածում է, որ դուք էլ իրան չեք հասկանում։ Հասկանում եք։ Ու եթե ասենք ինքը շատ կարևոր կետ է, էլի, հասկացաք, չէ՞։ Նրբությունը զգացիք ինքը ինչ ասեց, չէ՞։ Հիմա, իսկ հոգևոր մարդկանց հետ պիտի տեղի ունենա ուղղակի հակառակը։ Ինչքան էլ ուզում է եսի միջ լինի, չէ՞։ Դուք պետք է հավես անեք, որ շփվում եք մի անձնավորության մեջ, մազես բանվել, որ ինքն էլ է մանտրակը կնում։ Հա, այլ որ դուք կենդանիակի հետ շփվելուց հավես եք անում նրանից, որ ինքը հոգևոր է, կապ չունի ինքը որ կրոնականության մեջ է, քրիստոնյա է, չբան մուսուլման է, вообще կապ չունի։ Դուք զգում եք, որ ինքը հոգևոր է, որ ինքը այդ հոգու մաքրագործման բան, տես դեպի Աստված, իջով մանկրության բանով գնացող է, չէ՞։ Այլ որ դուք հավես եք անում դրանից, դուք հոգևոր շփման մեջ եք։ Հասկացաք։ Հա, ու այդի բարևին պասնա։ Այսինքն ոչ թե չի կարելի նյութապաշտների հետ շփվել։ Դա կարելի չկարելի հարց չէ, էլի։ Դուք գնացիք դեպի դեգրադացիա, եթե նյութապաշտների հետ շփվելուց հավես եք անում իրանցից։ Ինչ նշանակում էգոիստի հետ հավես եմ անում։ Չէ, ինչ նշանակում դա։ Ես իմ որ մասով եմ հավես անում։ Այն մասով, որ մասով էլ ես եմ, չէ՞ էգոիստը։ Հասկացա՞ք։ Հա? Այսինքն ես այդ պահին սանում եմ իմ մեջի էգոիստին։ Ես ինչի եմ կարիքսվում հոգևորից դուրս կամ գնամ շփվեմ մտերիմների հետ, որտեղ այնտեղ ես բավարարում եմ իմ էգոն։ Հասկացաք։ Ես ինչքան ավելի շատ հոգևոր եմ, այդքան ավելի զորով եմ գնում այդ հարաբերություններին։ Ինչի, որտեղ ես իմ մեջ ազատվում եմ էգոից։ Ու ինձ համար ծանր է շփվել նրանց հետ, ովքեր էգոյի մեջ են։ Չեմ ավել կարող եմ բացատրել ինչ եմ ասում։ Հասկանում եք, չէ՞։ Այդ ներքին աշխարհը ինքը միլիարդ անգամ ավելի կարևոր է։ Որտեղ եթե դուք ունեք այդ ներքին պլատֆորմա, ինքը արտաքինում միշտ արտահայտվում է որպես ճիշտ գործողություններ։ Ու իմաստությունը միշտ կայանում է նրանում, որ եթե ես արդեն էգոիստ չեմ, դա չի նշանակում, որ իրավունք ունեմ մեղադրեմ էգոիստներին։ Ես պետք է հասկանամ, որ իրանք ուղղակի ապրում են իրենց կյանքով, ինչ որ դերակատարություն ունեն դեռ իմ կյանքում,
ու դա միշտ պետք է այդ էլի, դու բացում ինքը լավ խոսք ասում էլի, деловые, ներքինից это деловые отношения, ուզում եմ մամա լինի, ուզում եմ պապա լինի, ուզում եմ երեխա, հայ, սիրեկան, ով ուզում լինի, հասկանում եք, ինքը գործնական է, որը ձեզ օգնում է նյութական աշխարհում շարունակել հոգ տանել նյութական մարմնի մասին։ Այսինքն որ մարդիկ երբեք չպիտի արհամարի իր հոգևոր մարմնի բանը, իսկ մարդը ինքը կարող է իր հոգևոր իր նյութական մարմնի մասին հոգ տանի, երբ որ ինքը հասարակության մեջ ֆունկցիա ունի։ Այդ ֆունկցիան երբեք չի կարելի Եթե դու հրաժարված չես ու չես պատրաստում գնաս անտառներ, դառնաս հրաժարված, դու հասարակության մեջ անպայման պիտի ունենաս պարտականություն։ Առավելս, եթե դու առաքինի ազնվորություն ես, դու առավելագույն, դու հասարակության մեջ լավագույնն ես կատարում քո պարտականությունները, որովհետև միշտ հասարակության համար անում ես այն ամենալավը, ինչ որ կարող ես։ Անկախ նրանից դու ով ես, բանվոր, առևտրական, իշխանավոր, հոգևոր, այն ամենալավը, ինչ որ կարող ես, դու հասարակության համար անում ես։ Այսինքն դու իրականում հոգևոր մարդը ինքը ցանկացած հասարակության ամենալավ քաղաքացին է։ Պրաբհուպադը ինքը ասում էր, Վայշնավը այդ աշխարհի ամենաջենտլմեն մարդն է։ Եվ եթե ես այդ չեմ դառնում, ուրեմն ես չեմ դառնում հոգևոր մարդ։ Հասկանում եք։ Ու ես միշտ մինչև վերջի շունչս ասելու եմ, անբարոյական հոգևոր մարդ այդպիսի բան գոյություն չունի։ Հասկանում եք։ Այսօր երկրորդ սկզբունքը, որ մենք այդ նրբությունը հասկանանք, ինչ է նշանակում խուսափել նյութական շփումից։ Այդ ամեն անգամ դուք պետք է հենց որ ձեզ բռնեցիք, որ դուք կլանվեցիք, խորասուզվել եք այդ նյութական հարաբերության մեջ, դուք հասկանաք, որ այս կետը խախտեցիք, դուք հիմա շփվում եք։ Շատ խորքային էգոյով շփվում եք նյութական աշխարհում ապրող կենդանի էակի հետ։ Հիմա հաջորդը ինչ որ շատ կարևոր է։ Երբեք չի կարելի միանգամից ինքդ քեզանից պահանջես, որ սկզբունքը 100%-ով պահես։ Հասկանում եք, չի կարելի, հոգևոր կյանքում չի կարելի բռնաբարել ինքդ քեզ։ Ամեն ինչը ինքը սկզբից պիտի գա հասունությունը, հետո նոր արարքը։ Հասկանում եք, հասունության պակասով արարքի հետ պայքարելը միշտ նշանակում է, որ տանուլ եք տանում։ Առաջ երթին դժբախտացնելու եք ձեզ, երկրորդ հերթին տանուլ եք տալու։ Այսինքն կորուստներ եք ունենալու։ Հասկանում եք։ Դրա համար առաջին խնդրով դուք ուղղակի ֆիքսում եք, որ հիմա ես վայելում եմ։ Շարունակում եք վայելել, բայց ֆիքսում եք, որ հիմա ես զբաղված եմ նրանով, որ իմ նյութական էգոյով վայելում եմ ուրիշի նյութական էգոն։ Ինչն է ինձ ստեղ հրապուրում։ Չէ՞ որ ամենակարևորը հարցերը, այդ հարցերն ունելն ալնա, չէ՞, ոչ թե հրապուրանքով պայքարելը, այլ հասկանալը։ Ինչն է ինձ ստեղ հրապուրում։ Հասկանում եք։ Ու եթե դուք հատնաբերում եք, որ ասենք հրապուրում է, որովհետև այդ դիմացինի էգոն ինքը առաքինության ինչ-որ նշույլ ունի, Եթե ինքը չեք կարող ասել, որ ինքը անբարենպաստ է, ինքը նախասկզբնական փուլի համար լրիվ բարենպաստ է, լրիվ կարելի է այդ շփումը վայելել։ Հասկացանք, հաջորդ սկզբունքը։ Ինքը շատ կարևոր սկզբունք է, հոգևոր կյանքը ճիշտ կազմակերպելու համար։ Այսինքն առաջի հերթին արիացիները իրենք քննարկում են, թե դու ինչ պիտի անես, որպեսզի կարողանաս մնաս հոգևորի դաշտում, դրա համար պիտի չվիրավորես հոգևոր մարդկանց, չբռնաբարելով իրանց եւ այդ երկու սկզբունքը շատ կարևոր է,
Եվ երկրորդ հերթին պիտի պարզաբանես, թե ինչով ես կապված նյութական շրջապատով։ Հասկանում եք։ Եվ այդտեղ, երբ որ դու սկսես մտածել, դու լիքը բաներ կգտնես, որտեղ դու դաժե կֆիքսես, որ այդ ամեն ինչի ժողով որ դու խորասուզված ես նյութական աշխարհում, դրա 80%-ը հանգիստ կարող ես вообще չշփվես ու դի ոչ մի բան չի փոխի քո կյանքում։ Հասկանում եք, իսկ այդի, որ երբ դու վերանայում ես նյութական շփումները, ինքը միշտ ազատ տարածություն է ստեղծում հոգևոր պրակտիկայի համար։ Համար այս երկու շփումները իրանք կարևոր են։ Մեկը ինքը օգնում է, որ դու հաստատվես հոգևոր դաշտում, մյուսը օգնում է, որ դուրս գաս նյութական դաշտից։